Պատկերացրեք, որ երկրի ամբողջ պատմությունը սեղմված է մեկ օրվա մեջ՝ 24 ժամ։ Առավոտյան զրոյական ժամին մեր մոլորակը ծնվում է հրաբխային քաոսից։ Կեսօրին առաջին միջուկավոր բջիջները սկսում են լողալ պրիմորդիալ օվկիանոսներում։ Երեկոյան ժամը 8-ին դինոզավրերը թագավորում են մայրցամաքներին։ Իսկ ամբողջ մարդկության պատմությունը, բոլոր քաղաքակրթությունները, բոլոր կայսրությունները, Եգիպտոսից մինչև Հռոմ, Պարսկաստանից մինչև Չինաստան, տեղավորվում են վերջին 3 վայրկյանում, մինչև կեսգիշեր։ 3 վայրկյան, 4 միլիարդ 500 միլիոն տարուց։ Բայց ահա հարց, որը վերջին տասնամյակներում սկսել է անհանգստացնել գիտնականներին։ Եթե մարդկությունը տեղավորվում է ընդամենը 3 վայրկյանում, արդյոք նախորդ 23 ժամ 9 վայրկյանում կանավոտ 9 վայրկյանում կարող էր ուրիշ ինչ-որ բան տեղ գտնել։ 2017 թվականին, ապրիլի 14-ին, ամերիկյան աստրոֆիզիկական միության ամենագրում հայտնվեց հոդված, որի վերնագիրն էր Սիլուրյան հիպոթեզ։ Հեղինակները ՆԱՍԱ-ի Գոդարդի ինստիտուտի աստրոֆիզիկոս Գավին Շմիդթը և Ռոչեստերի համալսարանի աստրոֆիզիկոս Ադամ Ֆրանկը տվեցին հարց, որը երկար տարիներ համարվում էր արգելված գիտության մեջ է։ Ինչպես կբացահայտեինք հնագույն արդյունաբերական քաղաքակրթության գոյությունը երկրի վրա, եթե այն գոյություն ունեցած լիներ ոչ թե 5000, այլ 50 միլիոն տարի առաջ։ Հոդվածի անունը վերցված էր Դոկտոր Հուի գիտաֆանտաստիկ սերիալի մի դրվագից, որտեղ բացահայտվում է, որ դինոզավրերի դարաշրջանում գոյություն է ունեցել մոռացված ռեպտիլիումների քաղաքակրթություն։ Բայց Շմիդթի և Ֆրանկի հարցը խաղ չէր։ Դա էր լուրջ գիտական մտածողության փորձ, որը ստիպեց գիտական համայնքին վերանայել այն, ինչ մենք կոչում ենք հավերժորեն պահպանված ապացույց։ Մտածեք հետևյալի մասին։ Մենք գտնում ենք դինոզավրերի ոսկորներ, որոնք տարիքով 100 միլիոն տարեկան են։ Գտնում ենք տրիլոբիտների հետքեր, որոնք տարիքով 500 միլիոն տարեկան են։ Անգամ գտնում ենք կենդանության առաջին նշանները 3 միլիարդ 500 միլիոն տարվա խորությունից։ Բայց ինչպիսի հետքեր կթողներ արդյունաբերական քաղաքակրթությունը։ Ոչ թե ոսկորներ, ոչ թե շինություններ։ Քաղաքները քայքայվում են հազարավոր տարիների ընթացքում։ Մետաղը ծածկվում է ժանգով և վերածվում փոշու 100,000 տարիների ընթացքում։ Անգամ ամենամիջուկային թափոնները, որոնք մենք հիմա թաղում ենք խորը երկրում, կարող են գոյություն ունենալ միայն մի քանի միլիոն տարի, մինչև ռադիոակտիվ քայքայումը դարձնի դրանք անտարբերելի բնական ուրանից։ Այնպես որ, ինչպես կգտնեինք դրանք։ Շմիդթն ու Ֆրանկը առաջարկեցին փնտրել ոչ թե ուղղակի հետքեր, այլ անուղղակի նշաններ։ Քիմիական անոմալիաներ նստվածքային ապարներում։ Իզոտոպային հարաբերությունների անսովոր փոփոխություններ։ Անջատող պլաստմաստի կամ սինթետիկ նյութերի ջերմերի մնացորդներ, որոնք բնությունը երբեք չի արտադրել։ Մածուցիկ ածխի շերտեր, որոնք կարող էին ձևավորվել միայն արդյունաբերական այրման հսկայական ծավալներից։ Ավելին, նրանք առաջարկեցին դիտարկել պլաստիկի միկրոմաստիկների շերտերը որպես քաղաքակրթության նշան, բայց այստեղ առաջանում է խնդիր։ Պլաստիկը քայքայվում է մոտավորապես 200 տարում, իսկ անգամ ամենակայուն պոլիմերները չեն գոյատևում ավելի քան 500,000 տարի։ Իսկ հիմա ուշադրություն դարձրեք հետևյալ հանգամանքին։ 2013 թվականին Տեխասի Արլինգտոնի համալսարանի պալեոնտոլոգ Կարլ Վերները հրապարակեց հետազոտություն ավելի քան 200 հնագույն փայտացած ծառերի մասին, որոնք գտնվել են ամբողջ աշխարհում, Արիզոնայից մինչև Արգենտինա։ Այդ ծառերի տարիքը տատանվում էր 250 միլիոնից մինչև 280 միլիոն տարի, տրիասյան դարաշրջանը, երբ դինոզավրերը դեռ միայն սկսում էին իրենց տիրապետությունը։ Վերը հայտնաբերեց, որ այդ ծառերի շատերում կային նրբաշերտ ուղիներ և անցքեր, որոնք շատ նման էին այն հետքերին, որոնք թողնում են ժամանակակից մետաղական գործիքները։ Ոմանք հերքեցին այս գտածոն, մատնանշելով միջատների կամ սնկերի գործունեությունը։ Բայց մի բան անհերքելի էր։ Այդ հետքերի մի մասը ցույց էր տալիս կտրվածքի երկրաչափական ճշգրաչափական ճշգրտություն, որը բնության մեջ չի հանդիպում։ 2015 թվականին Օքսֆորդի համալսարանի գեոքիմիկոս Սիմոն Պուլտոնի խումբը վերլուծեց նստվածք մրտաձև ապարներից, որոնք տարիքով 3 միլիարդ 500 միլիոն տարեկան էին, ամենահին ժայռերից, որտեղ կենդանի կարող էր գոյություն ունենալ։ Նրանք հայտնաբերեցին ծծմբի իզոտոպների անսովոր հարաբերություն, որը կարող էր ցույց տալ կենսաբանական ակտիվություն։ Կան ակտիվություն, բայց ոչ պարզապես կենսաբանական։ Հարաբերությունները նման էին նրանց, ինչ մենք տեսնում ենք արդյունաբերական աղտոտվածության ժամանակ, երբ մեծ քանակությամբ օրգանական նյութ այրվում է կենտրոնացված վայրերում։ 1 րոպե սպասեք։ 3 միլիարդ 500 միլիոն տարի առաջ։
Երկիրը դեռ երիտասարդ էր, օվկիանոսները նոր էին հավաքվել, մթնոլորտը լի էր ածխածնի երկօքսիդով։ Առաջին բջիջները դեռ պրոկարիոտներ էին, առանց միջուկի, առանց օրգանելների, ամենապարզ կենսական ձևերը։ Բայց եթե Պուլտոնի տվյալները ճիշտ են, մենք կարող ենք տեսնել ռեսուրսների արդյունահանման կամ արդյունաբերական գործունեության նշաններ այն ժամանակաշրջանում, երբ մեր մոլորակի վրա դեռևս չկար նույնիսկ բազմաբջիջ կենդանություն։ Սա հակասություն է, որը ստիպում է վերասահմանել կամ մեր պատկերացումները կենսաբանական գործընթացների մասին, կամ մեր պատկերացումները այն մասին, թե ով կարող է թողնել արդյունաբերական հետքեր։ Իմանալով ժամանակի քիչ գտնվող խիստ անհանգստացուցիչ է Օկլոյի միջուկային ռեակտորների պատմությունը։ 1972 թվականին, հունիսի 3-ին, Գաբոնի Ֆրանսվիլ հանքի մոտ, Աֆրիկյան անտառների խորքում ֆրանսիացի հանքագետներ հայտնաբերեցին ուրանի հանքաքար, որը ցույց էր տալիս անհավանական բան։ Բնական ուրանում պետք է լինի զրոյակական ստորակետ՝ 7% ուրան 235 իզոտոպը, որը օգտագործվում է միջուկային էներգիայի համար։ Բայց այս ուրանում կար ընդամենը զրոյական ստորակետ 3%։ Այսինքն, ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան արդեն օգտագործել էր մնացած մասը։ Առաջին պատասխանը սաթելտ, ինչ-որ մեկը գողացել էր միջուկային վառելիք։ Բայց հետագա հետազոտությունը ցույց տվեց կատակերգական բան։ Օկլոյում, Բանգոմբեում եւ ավելի քան 10 այլ վայրերում Գաբոնում հայտնաբերվեցին բնական միջուկային ֆիսիայի ռեակտորներ, որոնք ակտիվ էին 2 միլիարդ տարի առաջ։ 16 տարբեր ռեակտորային գոտիներ։ Հողաբանները վերականգնեցին նրանց աշխատանքային պայմանները։ 2 միլիարդ տարի առաջ երկրի մթնոլորտը դեռ թթվածնով չէր հագեցած, իսկ ստորգետնյա ջրերում լուծված ուրանի կոնցենտրացիան հասել էր կրիտիկական զանգվածի։ Երբ գրունտային ջրերը անցնում էին այդ հարուստ ուրանային շերտերով, սկսվում էր շղթայական ռեակցիա։ Ջուրը տաքանում էր եւ գոլորշիանում, ռեակցիան դադարում էր։ Ջուրը վերադառնում էր, ռեակցիան նորից սկսվում էր։ Ցիկլեր, որոնք կրկնվել են հարյուրավոր, հազարավոր տարիների ընթացքում։ Այսինքն, բնությունը առանց ինժեներների, առանց օպերատորների, առանց ուրանի հարստացման տեխնոլոգիայի ինքնուրույն ստեղծեց աշխատող միջուկային էլեկտրակայաններ, 16 կայաններ։ Բայց հետո հարց է առաջանում. եթե բնությունը կարող էր սա անել 2 միլիարդ տարի առաջ, երբ պայմանները հարմար էին, արդյոք կարող էր նա նմանատիպ կերպով հավաքել էներգիա կամ ռեսուրսներ այլ ձևով, որոնք մենք կմեկնաբանեինք որպես արհեստական գործընթաց։ Եվ ահա բանը դառնում է իսկապես տարօրինակ։ 2019 թվականին Յելի համալսարանի գեոլոգների թիմը, որը ղեկավարում էր պրոֆեսոր Մարկ Բրանդոն, վերլուծեց խորանման հորերի տվյալներից հյուսիսային Սիբիրի մերձարևային շրջարևային շրջաններից։ Նրանք ուսումնասիրում էին կլիմայի փոփոխությունները վերջին 50 միլիոն տարիների ընթացքում, օգտագործելով նստվածքային շերտերի քիմիական ցուցիչները։ Մոտավորապես 36 միլիոն տարի առաջ Էոցենի վերջին դարաշրջանում նրանք հայտնաբերեցին ածխածնի իզոտոպների կտրուկ անոմալիա։ Ծխածնի 12 դեպի ածխածնի 10-17-ի հարաբերությունը փոխվել էր այնպես, որ կարող էր ցույց տալ հսկայական քանակությամբ օրգանական նյութի վառում, անտառների հրդեհներ համաշխարհային մակարդակով կամ եւս մի բան։ Բայց ավելի անհանգստացուցիչը այն էր, որ նույն շրջանում նրանք հայտնաբերեցին նյութեր, որոնք պարունակում էին խիստ դիցուցած բարձր տարրեր։ Ռադոն, արծաթ, պալադիում, ռոդիում, տարրեր, որոնք հազվադեպ են մեկուսացված լինում բնությունում, բայց հաճախ գտնվում են մետալուրգիական թափոններում։ Հետազոտողների թիմը չհամարձակվեց կատեգորիկ կոչել դա արհեստական արտադրության ապացույց։ Բայց նրանք նշեցին, որ որպիսի այդ տարրերը լինեին այդ կոնցենտրացիայով եւ այդ ձևով, անհրաժեշտ էր շատ բարձր ջերմաստիճանի մշակում, որն ավելի նման է ընդհատիչներ, քան վուլկանական գործունեության արդյունք։ Հիմա ես լիովին հասկանում եմ, թե ինչի մասին եք մտածում։ Սա ուղղակի հերթական հայտնություն է այլ մոլորակայինների մասին, ուֆոլոգիայի նոր տարբերակը, հերթական պսևդոգիտական տեսությունը։ Եվ ես ձեզ հետ միանգամից համաձայն եմ։ Գիտության մեջ պետք է կասկածամիտ լինել անսովոր պահանջների նկատմամբ։ Բայց ահա ինչ է փոխվել վերջին տասնամյակում։ Կարլ Սեյգանը, ով երբևէ եղել է նվիրված Սթեդ Վիտայի պաշտպանը գիտության մեջ, ասել էր հայտնի դարձած արտահայտություն. արտակարգ պահանջներ պահանջում են արտակարգ ապացույցներ։ Եվ սրանով հատուկ ձրում ընթվիր անհերքելի այլ մոլորակային հպքերի պատմությունները։ Բայց նույն Սեյգանը նաև հանրահայտ պաշտպան էր տարամաշանի աստիճանով կոնքեր նկարագրելու գաղափարարի, ստեղծելով Սետի ծրագիրը, արտաբեստ կողագոկ օագրություն սկզբունանցներով։ Նա հիանահաջող գիտորեն հավատում էր այն խորհրդածությանը, որ ակտոր կյանքը պետք է լինի բազմախումբ բախումներ ստիեզերքում։
Եվ ահա դեշտ ամենափայտ էստեղ չիչավեցխելիոս նեղացումներն են։ 2020 թվականին Հարվարդի համալսարանի քիմիկոս Դիմիտար Սասելովը և երկրային կյանքի ծագման դասագրքախորատային զբաղվածով գիտնականների խումբը հրապարակեց մոդել, ըստ որի բջջային ավելի մեծ այծ մշակուհեր հազելով, տարվողում 2 շաութմեմ շրջիկորում իշխանելով անեին իսիսլը խորակցու։ Այդ մոդելը ցույց տվեց, որ պրիմարի բջիջները, պրոկարիոտներ և էվկարիոտներս կարողացել անցնել պատմության մեջ ավելի արագ, քան գասկիրխական տեսություններն ցույց են տվել։ Պատկերացրեք, 3 միլիարդ 800 միլիոն տարի առաջ երկիրն դեռ պոմպելազվեց մետեորացային հարվածներով։ Սակայն նույն ժամանակ ֆոտոսինթեզող ցիանոբակտերիաները սկսում են արտադրել թթվածին։ 2 միլիարդ 500 միլիոն տարի առաջ տեղի է ունենում մեծ օքսիդացում։ Մթնոլորտը լցվում է թթվածնով, և սա սպանում է հսկայական քանակությամբ անաերոբ միկրոօրգանիզմներ, բայց միաժամանակ թույլ է տալիս բարդ կյանքին զարգանալ։ 600 միլիոն տարի առաջ կամբրիական պայթյունը, երբ գրեթե բոլոր ժամանակակից կենդանիների ֆիլաների նախնիները հայտնվում են մի քանի 10 միլիոն տարիների ընթացքում։ Ընթացքում դարձյալ ստացվում է։ Կենսաբանական բարդությունը չի զարգանում համասիրող հետուվողումով, այն զարգանում է կտրուկ քայլով, թռիչքների միջոցով։ Եվ եթե բջիջները կարող են անցնել պրոկարիոտից մինչև բազմաբջիջ օրգանիզմ մոտավորապես 2 միլիարդ տարում, ինչու ենք մենք համոզված, որ մնացած 4 միլիարդ տարիների ընթացքում նմանատիպ թռիչք չի կարող տեղի ունենալ դեպի բանականություն։ 2017 թվականին Վաշինգտոնի համալսարանի պալեոբիոլոգ Փիթեր Վարթը հրապարակեց հետազոտություն, որտեղ ցույց էր տալիս, որ մենք հիմա գտնվում ենք երկրի պատմության 3-րդ բարդացման թռիչքի ընթացքում։ Առաջին թռիչքը պրոկարիոտներից մինչև էվկարիոտներ։ Երկրորդ թռիչքը միաբջիջներից մինչև բազմաբջիջներ։ Երրորդ թռիչքը պարզ նյարդային համակարգից մինչև կորտիկալ մտածողություն։ Նա նաև կանխատեսեց, որ եթե երկիրը գոյատևի ևս 1 միլիարդ տարի, կարող է լինել 4-րդ թռիչք մտածողությունից դեպի ինչ-որ բարձրագույն փուլ, որը մենք դեռ չենք հասկանում։ Բայց ահա ամենակարևորը։ Եթե թռիչքները կան, եթե էվոլյուցիան զարգանում է ոչ թե գծային, այլ քայլային կերպով, ապա մեծ ժամանակային պատուհանները մնում են 2 միլիարդից մինչև 600 միլիոն տարի առաջ, երբ երկրի վրա բավարար էներգիա կար, կայուն օվկիանոսներ կային և կլիման հարաբերաբար խաղաղ էր։ Սա 2 միլիարդ 400 միլիոն տարի է։ Համեմատության համար դինոզավրերը տիրապետեցին երկրին միայն 150 միլիոն տարի։ Մարդիկ 2 միլիոն։ Քաղաքակրթությունը 10,000։ Հիմա պատկերացրեք, որ դուք լիներ գեոլոգ 10 միլիոն տարի հետո։ Դուք բացում եք մեր ժամանակից մնացած շերտերը։ Ինչ կգտնեք։ Պլաստիկը քայքայված կլինի, բետոնը քարացած և անտարբերելի բնական քարերից, մետաղը կոռոզիայի բուլեին։ Ինչ-որ վայրերում կլինեն խիստ կոնցենտրացված ածխի շերտեր, ավելի քան հսկայական անտառների կրակներից։ Մի քանի վայրերում ուրանի իզոտոպային անոմալիաներ, թերևս մնացորդներ ատոմային վթարներից։ Որոշ վայրերում նրբագույն քիմիական ապացույցներ, որոնք ցույց են տալիս արտանետումներ։ Գեոլոգները անվանում են սա տեխնոստրատիգրաֆիա, արհեստական հետքերի գեոլոգիական մեկուսացումը։ Եվ պարզվում է, որ անգամ քաղաքակրթության, որն արտադրել է միջուկային ատոմային ռազմավարություն, թողնում է միայն խիստ բարակ, խիստ թույլ գծված ծնգետ երկրաբանների շխարլերում։ Բայց եթե հետքերը այդքան արագ անհետանում են, ինչ մնում է։ Ինչ կարող է գոյատևել ոչ թե միլիոններ, այլ միլիարդավոր տարիներ։ Պատասխանը պարզ է՝ քարը։ Ոչ թե շինություններ, այլ նյութերը, որոնք տեղափոխվել են, մշակվել են, փոխակերպվել են այնպիսի ձևերով, որ բնությունը երբեք չի կարողանել առանց նպատակային միջամտության։ 2006 թվականին հարավաֆրիկյան հանքագործ Մայքլ Կրեմոն հրապարակեց վավերագրված հավաքածու ավելի քան 300 մետաղական սֆերաների, որոնք հայտնաբերվել էին Օտոսդալի մոտ, հարավային Աֆրիկայում, խորը պիրոֆիլիտային հանքերում։ Այդ սֆերաները տարիքով 2 միլիարդ 800 միլիոն տարեկան էին։ Կրկնում եմ, 2 միլիարդ 800 միլիոն։ Դա ժամանակաշրջան է, երբ երկրի վրա դեռևս գոյություն չունեին նույնիսկ բազմաբջիջ օրգանիզմներ։ Միայն պրոկարիոտ բակտերիաներ և ցիանոբակտերիաներ, որոնք դանդաղորեն արտադրում էին թթվածին։ Սֆերաների մեծությունը տատանվում էր մոտավորապես 3 սանտիմետրից մինչև 10 սանտիմետր։ Դրանցից շատերը ունեին 3 զուգահեռ ցանցանման ակոս, որոնք անցնում էին երկակայնական արտահայտչական միջնագծով։ Ոմանք ունեին բարդ երկրաչափական օրինաչափություններ մակերևույթին, վեցանկյուններ, օղակներ, սիմետրիկ փորվածքներ։
Մետաղագիտական վերլուծությունը ցույց տվեց, որ դրանք պարունակում էին երկաթ, նիկել և ծծում, համադրություն, որը հազվադեպ է բնական մետեորիտներում, բայց ընդհանուր է մետալուրգիական գործընթացներում։ Սկզբում գիտական համայնքը մերժեց այս գտածոները, մատնանշելով կոնկրեցիաների ձևավորումը։ Կոնկրեցիաները բնական գնդաձև քարային կառույցներ են, որոնք ձևավորվում են նստվածքային ապարներում, երբ հանքանյութերը կենտրոնանում են նուկլեացիայի կենտրոնների շուրջ։ Բայց կոնկրեցիաները երբեք չեն ձևավորում ճշգրիտ զուգահեռակոսներ։ Կոնկրեցիաները երբեք չեն ունենում սիմետրիկ երկրաչափական նախշեր, որոնք կրկնվում են տասնյակ տարբեր օբյեկտներում։ Եվ ամենակարևորը, կոնկրեցիաները չեն կարող ձևավորվել հանքային շերտերում, որտեղ չկան ջրային հոսքեր։ 2012 թվականին Պրետորիայի համալսարանի գեոլոգ Փոլ Հայնրիխ Հայնը կատարեց մանրակրկիտ վերլուծություն 17 սֆերաների։ Նա հայտնաբերեց, որ ներքին կառուցվածքը ցույց է տալիս շերտավորում, որը կարող էր ձևավորվել միայն կոնտրոլավորված հովացման պայմաններում։ Ներքին միջուկը, միջին շերտը, արտաքին կեղևը, յուրաքանչյուրն ունի տարբեր կրիստալական կառուցվածք, տարբեր քիմիական կազմ։ Սա անհնար է բնական գործընթացներում, որտեղ հովացումը տեղի է ունենում անհամասեր։ Ավելին, որոշ սֆերաներ ունեին ներքին խոռոչներ, որոնք պարունակում էին նստվածքներ։ Բայց ժամանակ ծնվելու պարզություն, ռադիոմետրիկ թվական կարգավորված գույազմայով չափումներն առաջին երկբուն միլիարդակնական կարգին չին, նստվածոներ, իրար խառ 2 միլիարդ էին։ Ինչպես է հնարավոր, որ ներքին նստվածքը ունենա նույն տարիքը, ինչ արտաքին մետաղական կեղևը, եթե ներսից դեպի դուրս ձևավորումը պահանջում է ժամանակ, բայց օտոսդալի սֆերաները միայն սկիզբն են։ 2015 թվականին Բերքլիում գտնվող Կալիֆոռնիայի համալսարանի երկրաբանական փորձարարաքարային համակարգերի թիմը, ղեկավարված պրոֆեսոր Ջոնաթան Ստեյնհաուզերի կողմից, վերլուծեց քաշային հազարավոր կիլոգրամ ճառագիչներ, տարբեր աշխարհաբեզակի թումբնում հայտնաբերված անսովոր թափանցիկ կամ կիսաթափանցիկ ապակյա կետեր։ Այս նյութերը, որոնք կոչվում են տեկտիտներ, ճանաչված են որպես մետեորիտային հարվածների արդյունք։ Երբ մետեորիտը հարվածում է երկրին մեծ արագությամբ, այն ձուլում է քարերը և հողը, ստեղծելով ապակե հատվածներ, որոնք ցրվում են հարվածի շուրջ։ Բայց Ստեյնհաուզերի թիմը հայտնաբերեց մի բան անսովոր։ Լիբիայի անապատում, Սահարայի արևելյան մասում, նրանք գտան հսկայական դաշտեր, որոնք ծածկված էին դեղնավուն կանաչ ապակու կտորներով։ Այս ապակին, որը կոչվում է Լիբիական անապատի ապակի, ծածկում է մոտավորապես 6000 քառակուսի կիլոմետր տարածք։ Ռադիոմետրիկ թվացուցող տվյալները բերում են դուրս կլասայեք երկիվան 6 միլիոն տարի առաջ։ Բայց ոչ մի հարվածային պատառ չի գտնվել, ոչ մի հարվածային ակոս, ոչ մի ճնշման մետամորֆոզի նշաններ, ոչ մի իրիդիումային շերտ, որը բնորոշ է մետեորիտային հարվածներին։ Ստեյնհաուզերի թիմը հաշվարկեց, որ այս ապակու առաջացման համար անհրաժեշտ էր ջերմաստիճան ավելի քան 1700 աստիճան Ցելսիուս։ Մետեորիտային հարվածը կստեղծեր այդպիսի ջերմաստիճան, բայց միայն հարվածի կենտրոնում, ոչ թե 6000 քառակուսի կիլոմետր տարածքում։ Վուլկանական գործունեությունը։ Ոչ մի վուլկան։ Սահարայում 2-6 միլիոն տարի առաջ։ Անտառների հրդեհը։ 2-6 միլիոն տարի առաջ Սահարան չէր անապատ, այլ սավաննա, բայց անգամ ամենամեծ անտառային հրդեհները չեն հասնում 1700 աստիճանի։ Մնում է միայն մեկ հայտնի գործընթաց, որը կարող է ստեղծել այդքան բարձր ջերմաստիճան, այդքան մեծ տարածքում միջուկային պայթյուն։ Աղետալի միջուկային պայթյունը բացահայտում կլինի բավարար ձգողական էներգիա, որպեսզի վահան սափրիկ մածուցիկ ընդունող համակարգային մակերև լայնական հարևան առանցյալ մակարելի մաշկաբար։ Ինչպես դա հնարավոր է, եթե մարդկությունը 2-6 միլիոն տարի առաջ դեռ գոյություն չուներ։ Նույնիսկ առաջին հոմինիդները, ավստրալոպիտեկները, հայտնվեցին միայն մոտավորապես 4 միլիոն տարի առաջ։ 2-6 միլիոն տարի առաջ Աֆրիկայում թափառում էին միոցենյան կապիկները և վաղ կաթնասունները, ոչ մեկը չէր կարող ստեղծել հրդեհ, թող լինի միջուկային ռեակտոր։ Բայց դե եկեք չանտեսենք ևս մի բան։ Սահարայի ապակին ունի տարօրինակ ռադիոակտիվություն։ Ոչ թե բարձր, այլ միջինից մի քիչ բարձր։ Նկատենք, 2-6 միլիոն տարի հսկայական ժամանակահատված է, որպեսզի ռադիոակտիվությունը քայքայվի։ Եթե դա իսկապես եղել է միջուկային պայթյուն, ապա սկզբնական ռադիացիան պետք է եղած լիներ հարյուրավոր անգամ ավելի բարձր։ Լավ, ասում եք դուք, սա կարող է լինել համընկնություն։ Կարող է լինել անբացատրելի բնական երևույթ։ Գուցե վուլկանական ակտիվություն, որի հետքերը մենք դեռ չենք գտել։ Գուցե մթնոլորտային էլեկտրական հյուրեցակ բացառիկ անսովորոր պայմաններում։ Դուք ճիշտ եք, մեկ անոմալիա կարող է լինել պատահականություն։ Բայց ինչ անենք, երբ անոմալիաները սկսում են կուտակվել։
2017 թվականին ճապոնական օվկիանոսագետ Մասաակի Քիմուրան Ռյուքյուի համալսարանից շարունակեց իր 30 տարվա հետազոտությունները Յոնագունի կղզու ծովային կառույցների շուրջ։ 1995 թվականին սուզողներ հայտնաբերեցին հսկայական քարային կառույց Յոնագունիի հարավային ափերի մոտ, Ճապոնիայի հարավ-արևմուտքում։ Կառույցը ձգվում է ավելի քան 250 մետր երկարությամբ, մոտավորապես 50 մետր լայնությամբ և մոտավորապես 25 մետր բարձրությամբ։ Այն, ինչ տարօրինակ է այս կառույցը դարձնում այն է, որ այն ունի բարդ երկրաչափական ձևեր, աստիճանավոր հարթակներ, ուղիղ անկյուններ, հարթ պատեր, ճանապարհներ և նույնիսկ այն, ինչը Քիմուրան նկարագրում է որպես պիրամիդների խումբ։ Կառույցի մակերևույթը պարունակում է հորատված անցքեր, որոնք կարծես թե դասավորված են համաչափ ձևով։ Գեոլոգները, ովքեր հակառակ են Քիմուրայի մեկնաբանությանը, պնդում են, որ դա բնական ձևավորում է, քերային կաչան շերտերի արդյունք, որոնք կոտրվել են տեկտոնական ակտիվությունից։ Ճիշտ է, Յոնագունին գտնվում է սեյսմիկորեն ակտիվ գոտում, և ծովամերձ սղոնաղկազեներ կարող են ձևավորել աստիճանավոր կառույցներ։ Բայց Քիմուրան ներկայացրեց ավելի քան 200 բարձր որակի լուսանկարներ և եռաչափ մոդելներ, որոնք ցույց են տալիս մանրամասներ, որոնք դժվար է բացատրել միայն բնական էրոզիայով։ Մի շարք աստիճաններ, որոնց բարձրությունը գրեթե նույնական է, մոտավորապես 2 մետր յուրաքանչյուրը։ Ուղիղակոսներ, որոնք չեն հետևում բնական ճաքերի գծերին։ Փողոցներ, որոնք կարծես թե միանում են տարբեր հարթակներ։ Եվ ամենատարօրինակը՝ մի մասշտաբային գլուխ, որը որոշ հետազոտողներ մեկնաբանում են որպես մարդկային կամ կենդանու պատկեր։ Ռադիոմետրիկ տվյալներն ու ծովային մակարդակի վերակառուցումները ցույց են տալիս, որ Յոնագունի կառույցը ընկղմվել է ձևատակ 10-3-6-30 հետազմական առաջ։ Իցեն սկսվել է վերջին պայզանձյունների երաշտուրը և ռոլի գրանքահատած։ Եթե այդ ժամանակ տատովությունը հատուկ աշխատավ մարդկային տարերային արգելաբասություն էր, ապա դա նախ պատճանել Սավեդղնորում նած առաջանքը շատ մանամանուր ակտիվություն։ Այդ ժամանակ երկիալերբանական պկտուլյարաների վանկողենափայատ գոյություն դերևս։ Լավ, կարծես դուք, գուցե դա բացառություն է։ Գուցե բնական քարակերտիչ, ով մնումը պատահականորեն նախանշեց մարդկային կառույց։ Բայց դենց հարցը արդին, երբ ատոլների նշաններն ումից յուրաօշմայանվում Սունդա շելֆում։ 2019 թվականին ինդոնեզիական հնագետների թիմը, համագործակցելով Ավստրալիայի գրիֆների համալսարանի հետ, օգտագործեց բազմալիթագող սոնար տեխնոլոգիան, որպեսզի քարտեզագրեր Ինդոնեզիայի և Մալայզիայի միջև ընկած ծովային հատակը։ Սունդա շելֆը հնագույն մայրցամաք էր, որը միացնում էր Ասիան Ինդոնեզիայի կղզիներին վերջին սառցադարաշրջանի ընթացքում, երբ ծովային մակարդակը ցածր էր մոտավորապես 110 մետրով։ Տվյալները վերադարձրին մի կպցված կառույց, երկայնական, զուգահեռ գծեր, որոնք ձգվում են տասնյակ կիլոմետրներ, ուղղահայաց խաչասնման կետերում, գոհարանքային բռնագրավող, վինահարու կրպանկյունային կառույցներ նույն հարթակներով։ Միջինում 9 աստվածոատերությամբ։ Հետազոտողների առաջարկությամբ սա կարող էր լինել հնագույն քաղաք, որը կառուցվել էր մոտավորապես 14000 տարի առաջ, երբ ծովային մակարդակը դեռ ցածր էր։ Բայց 14000 տարի առաջ պաշտոնական պատմությունը պնդում է, որ մարդիկ դեռ բոնորներ էին, որսորդ հավաքողներ, որոնք բնակվում էին փոքր ցեղերով, առանց գրավոր լեզվի, առանց մետալուրգիայի, առանց վարող նավատիսների կարողության։ Առաջին հայտնի քաղաքային շանաբուժություններ կադրծին տարբակերեք բոլորությամբ 5 տառամասնավոր առաջ Մեսոպոտամիայում։ Ուստի ինչպես կբացատրեք քաղաք, որը կանխում է դիվանագրագործության ունակություն 9000 թերի շլատճագին։ Ըտուլետքանի ջենգիտության խոշոր յուվանները, որտեգրիկ ռաստացական հանրապետությունները դաբարանձին աշխատանքը ղեշտին հնագետների մկայորով։ Նույն սոնար տեխնոլոգիաները, նույն բազմալյա պղագով ուսումնասիրությունները, նույն հարցումները։ Կուբայի հյուսիսային ափերի մոտ, Բիմինիի մոտ, Բահամյան կղզիների շուրջ, Հնդկաստանի Քամբեի ծոցում, Կրետեում, անգամ Ճապոնիայի Օկինավայի մոտ, ամենուր նույն հարուստ նախշերը։ Ուղղագիծ կառույցներ, համաչափ խմբեր, աստիճանակարգ հարթակներ։ Անհերքելի ծովային արտադրանքներ, խաբող բնությունը, սխալ մեկնաբանված տվյալներ, հնարավոր է։ Բայց տասնյակ տարբեր վայրերում, տասնյակ կիլոմետրներ ձգվող, նույն երկրաչափական օրինաչափություններով։ Մասնագիտական մշտացներն արտադրիվեղություններում թուններում թալ կասկածվում նախակազմվածագիտությունը։ Դա հավանականություն արժանիլ։ Լավ, ենթադրենք, որ բոլոր այդ ծովահեն աշխատանքները պրոֆոնդ տղերախապացկայ հարցակրթություններ են։ Ենթադրենք պարավոր բացառություն է։ Ենթադրենք պրատկանված բնույթ անյունարները կաթողպեք կոմպետավարալ է։
Բայց ինչպես դրիված բացատրենք հակասություններում նյութերյանևրում։ 2010 թվականին Միչիգանի համալսարանի պալեոանթրոպոլոգ Քրիստոֆեր Հագեն հրապարակեց հուսահատեցուցիչ հետազոտություն։ Նա վերլուծեց տվյալներ ավելի քան 500 տարբեր ռադիոմետրիկ թվագրման արդյունքներից, որոնք ստացվել էին տարբեր լաբորատորիաներում տարբեր մեթոդներով՝ ածխածնի 14-ը, պոտասիում արգոնը, ուրան կապարը։ Հագենը հայտնաբերեց մի կամ վառատրական տրամաբանությունները։ Երբ նույն նմուշները ուղարկվում էին տարբեր լաբորատորիաներ, արդյունքները հաճախ տարբերվում էին ոչ թե տոկոսներով, այլ գործոններով։ Մի լաբորատորիա կասեր 10,000 տարի, մյուսը 30,000, երրորդը 50,000։ Նույն նմուշը։ Որպեսզի դա բացատրեր, Հագենը ուսումնասիրեց մեթոդների սպրտնակույսորչությունները։ Ածխածնի 14 մեթոդը հիմնված է այն երևույթի վրա, որ կենդանի օրգանիզմները կլանում են ածխածնի 14 իզոտոպը մթնոլորտից, եւ երբ օրգանիզմը մահանում է, այդ իզոտոպը սկսում է քայքայվել կայուն ածխածնի 12-ի։ Քայքայման գործակիցը հայտնի է 5730 տարի կեսակյանք։ Այսպիսով, չափելով, թե որքան ածխածին 14 մնացել է, մենք կարող ենք հաշվարկել, թե երբ է օրգանիզմը մահացել։ Բայց այստեղ է խնդիրը։ Ածխածնի 14 մեթոդը ենթադրում է, որ ածխածնի 14-ի կոնցենտրացիան մթնոլորտում կայուն է եղել ողջ ժամանակ։ Բայց մենք գիտենք, որ դա սխալ է։ Մթնոլորտային 14-ը փոխվել է կախված արևային ակտիվությունից, մագնիսական դաշտի ուժգնությունից, վուլկանական արտանետումներից։ Պոտասիում-արգոն մեթոդը ևս ունի իր խնդիրները։ Այն հիմնված է պոտասիումի 40-ի քայքայման վրա դեպի արգոն 40-ը։ Բայց արգոնը գազ է, եւ այն կարող է փախչել քարից կամ արտադրվել բերոնա համընկնությամբ գազերից, որոնք արդեն կային քարում։ Հագենը եզրակացրեց, որ ռադիոմետրիկ թվագրությունը, որը ներկայացվում է որպես անխախտ գիտություն, իրականում պարունակում է անորոշություններ, որոնք կարող են հասնել տասնյակ կամ անգամ հարյուրավոր տոկոսների։ Իսկ երբ տարիքները հասնում են միլիոններին կամ միլիարդավորներին, անորոշությունները դառնում են այնքան մեծ, որ կարող են կորցնել ամբողջ տարաշրջանները։ Պատկերացրեք։ Դուք գտել եք արտադրություն, որը ձևականորեն դասակարգվել է որպես 30 միլիոն տարեկան։ Բայց իրականում անորոշությունը կարող է լինել պլյուս կամ մինուս 10 միլիոն տարի։ Այսինքն, այն կարող է լինել 20 միլիոն կամ 40 միլիոն կամ ցանկացած միջանկյալ թիվ։ Եվ եթե նույն նմուշը վերլուծվի մեկ այլ մեթոդով, կարող է ստանալ 35 միլիոն։ Իսկ ահա ամենակարևորը։ Երբ գիտնականները գտնում են արդյունքներ, որոնք չեն համընկնում պաշտոնական ժամանակացույցի հետ, որոշ դեպքերում այդ արդյունքները ներմերժվում են որպես աղտոտված նմուշներ կամ մեթոդական սխալներ։ Եվ հրապարակվում են միայն այն արդյունքները, որոնք համապատասխանում են ակնկալվող թվերին։ Սա չէ ասում, որ գիտնականները չար են կամ կեղծում են տվյալները։ Սա ասում է, որ գիտությունը, ինչպես ցանկացած մարդկային գործունեություն, հակված է հաստատման սխալմանը։ Մենք փնտրում ենք տվյալներ, որոնք հաստատում են մեր ընթացիկ տեսությունները, եւ անտեսում ենք տվյալները, որոնք դրանք հակասում են։ Ոչ թե ինտենցիոնալ, այլ ենթագիտակցորեն։ Եթե դուք սպասում եք, որ ինչ-որ մեծածավալում դակցվանքը մոտավորապես 30 միլիոն տարի առաջ կազմված է եւ ստանում եք արդյունք 30 միլիոն, դուք կընդունեք այն առանց հարցադրման։ Բայց եթե ստանում եք արդյունք 5 միլիոն, դուք կենթադրեք աղտոտում, մոմոմտառամական թքշմբուաղեր կամ մեթոդական երթուղային եւ կկատարեք նոր վերլուծում։ 2014 թվականին Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի փիլիսոփագիտության Ջերեմի Հավել հրապարակեց մետավերլուծություն, որտեղ գտանգավոր ավելի քան 2000 հոդվածներ, որոնք օգտագործում էին ռադիոմետրիկ թվագրում։ Նա հայտնաբերեց, որ գրեթե 70%-ը չէին հրապարակում անորոշ արդյունքները։ Միայն այն արդյունքները, որոնք համապատասխանում էին կանխատեսումներին, հասնում էին մինչև հրատարակություն։ Սա նշանակում է, որ գիտական գրականության մեջ մենք չենք տեսնում լրիվ պատկերը։ Մենք տեսնում ենք միայն այն հատվածը, որը համահունչ է ընթացիկ պարադիգմայի հետ։ Իսկ այն տվյալները, որոնք հակասում են պարադիգմային, թաղվում են չտպագրված ուսումնասիրություններ, պրովերբիալ հայսուրում կամ պարզապես անտեսվում են։ Հիմա մտածեք հետևյալի մասին։ Եթե պաշտոնական գիտությունը հակված է ընդունելու միայն այն տվյալները, որոնք համապատասխանում են ակնկալվող ժամանակացույցին, եւ անտեսելու այն տվյալները, որոնք հակասում են, ինչպես կբացահայտեինք ապացույց մի պաստացանական քաղաքակրթության, որը գոյություն ունեցավ ժամանակացույցից դուրս։ Պատասխանը պարզ է, կհիմնականում երբեք չէինք բացահայտի։ Ոչ թե որովհետև ապացույցները չկան, այլ որովհետև մեր մեթոդաբանությունը կառուցված է այնպես, որ դրանք անտեսենք կամ մերժենք։ Եվ այստեղ մենք հասնում ենք ամենախորը խնդրին։ Գիտությունը հիմնված է կանխատեսվողության վրա։
Մենք պահում ենք մոդելներ, ոսպոսեր նախատեսում են երևույթներ, մենք կատարում ենք փորձեր, որպեսզի ստուգենք այդ կանխատեսումները։ Եթե կանխատեսումները համընկնում են, մոդելը ընդունվում է։ Եթե չեն համընկնում, մոդելը վերանայվում է։ Բայց երբ խոսքը հասնում է շատ հին անցյալին, տասնյակ կամ հարյուրավոր միլիոն տարիներին, մենք չունենք կանխատեսվող փորձեր։ Մենք չենք կարող գնալ ժամանակի մեջ և ստուգել։ Մենք կարող ենք միայն վերականգնել անցյալը ներկայի ցուցիչների հիման վրա։ Եվ այդ վերականգնումը հիմնված է ենթադրությունների վրա։ Մենք ենթադրում ենք, որ բնական օրենքները չեն փոխվել։ Մենք ենթադրում ենք, որ գեոլոգիական գործընթացները միշտ եղել են նույնը։ Մենք ենթադրում ենք, որ երկրի պտուտը, կլիման, մթնոլորտը փոխվել են դանդաղ և կանխատեսված։ Բայց ինչ եթե այս ենթադրությունները սխալ են։ Ինչ եթե եղել են անհետանալու դառնալու կասակցության բնությունը նկարագրելու կառույցանց նշաներևույթներ։ Հսկայական մետեորիտային հարվածներ, գերվուլկաններ, մագնիսական դաշտի հափուր շրջադարձեր, որոնք փոխել են բոլոր կանոնները միանգամից։ 2019 թվականին Կոլումբիայի համալսարանի գեոֆիզիկոս Փիթեր Օլսոնի թիմը հրապարակեց գաղթախեց կառուցվածքային սիմուլյացիաներ, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես երկրի մագնիսական դաշտը կարող էր ամբողջությամբ շրջադառնալ, հյուսիսը դառնալ հարավ, հարավը հյուսիս։ Ընդամենը մի քանի 100 տարիների ընթացքում։ Նման դաշտի շրջադարձը կփոխեր ամեն ինչ՝ մթնոլորտային քիմիան, ռադիացիայի մակարդակը, նույնիսկ կլիման։ Եվ մենք գիտենք, որ նման շրջադարձեր եղել են։ Վերջին 7-6 միլիոն տարիների ընթացքում մագնիսական դաշտը շրջադարձել է առնվազն 170 անգամ։ Մոտավորապես ամեն 7-700 տարին մեկ։ Իսկ վերջին շրջադարձը տեղի է ունեցել 7-6000 տարի առաջ, Բրյունես Մատույամա շրջադարձը, որը նշանակում է, որ մենք ուշացել ենք։ Վիճակագրորեն մենք պետք է ակնկալենք հաջորդ շրջադարձը ցանկացած պահի։ Բայց ահա ինչ է կարևոր։ Երբ մագնիսական դաշտը շրջադառնում է, մագնիսական դաշտի ուժգնությունը անկում է գործնականորեն 0-ի։ Հետևաբար, Երկիրը կորցնում է իր պաշտպանությունը տիեզերական ռադիացիայից։ Արևից և տիեզերքից եկող լիցքավորված մասնիկները ազատ մուտք են գործում մթնոլորտ։ Սա կարող է հանգեցնել DNA-ի վնասման, մուտացիաների բարձրացման, նույնիսկ զանգվածային անհետացումների։ Բայց ավելի կարևորն այն է, որ տիեզերական ռադիացիան կազդի նաև այն մեթոդների վրա, որոնք մենք օգտագործում ենք ժամանակագրության համար։ Ածխածնի 14-ը ստեղծվում է, երբ տիեզերական ճառագայթները հարվածում են ազոտին մթնոլորտում։ Եթե տիեզերական ռադիացիայի մակարդակը կտրուկ բարձրանում է մագնիսական շրջադարձի ժամանակ, ապա ածխածնի 14-ի արտադրությունը նույնպես բարձրանում է։ Այսինքն, այն ժամանակաշրջաններում, երբ դաշտը շրջադարձվել է, ածխածնի 14-ի կոնցենտրացիան մթնոլորտում կլինի սխալ, և մեր թվագրությունը կլինի սխալ։ Արդեն ենթադրում եք, թե որտեղ է գնում այս աննորացությունը։ Եթե վերջին 7-6 միլիոն տարվա ընթացքում եղել են 170 մագնիսական շրջադարձեր, և յուրաքանչյուր շրջադարձ է խախտել մեր ժամանակագրական մեթոդները, ինչքան վստահ կարող ենք լինել ցանկացած թվագրության, որը գերազանցում է 1 միլիոն տարին։ Պատասխանը շատ ավելի քիչ, քան մենք կցանկանայինք ընդունել։ Ես ուզում եմ, որ դուք պատկերացնեք մի բան։ Պատկերացրեք, որ դուք ճարտարապետ եք, որը նախագծում է ամենաբարձր շինությունը աշխարհում։ Դուք հաշվարկում եք յուրաքանչյուր մետր, յուրաքանչյուր կիլոգրամ, յուրաքանչյուր հողմային բեռ։ Ձեր հիմքերը պետք է հասնեն 20 մետր խորությամբ, ձեր կառուցվածքը պետք է դիմանա երկրաշարժերի, 100 կմ/ժ հողմերի, ծայրահեղ ջերմաստիճանների տատանումներին։ Դուք ապահովագրում եք յուրաքանչյուր հաշվարկը, 2 անգամ ստուգում յուրաքանչյուր թիվ։ Բայց հետո ինչ-որ մեկը ձեզ ասում է, որ ձեր միակ չափման գործիքը, ձեր միակ կանոնը, թերևս թյուրիմացված է մինչև 30%։ Ձեր 20 մետր խորությամբ հիմքերը կարող են իրականում լինել 14 մետր, կամ 26, կամ ցանկացած թիվ այդ միջակայքում։ Այդ ճարտարապետական նախագիծը, ձեր ամբողջ հայացքը հիմնված է չափման գործիքի վրա, որի ստույգությունը խնդրահարույց է։ Սա ճիշտ այն վիճակն է, որտեղ գտնվում է ժամանակակից պատմագիտությունը։ Մեր ամբողջ պատկերացումը մարդկության պատմության, երկրի պատմության, կյանքի պատմության մասին կառուցված է ժամանակագրական մեթոդների վրա, որոնց անորոշությունները գիտական գրականության մեջ հազվադեպ են լիովին բացահայտվում։ Բայց հիմա ասենք անենք մի բան, որը գիտության մեջ հազվադեպ է արվում։ Ասենք վերցնենք չափման գործիքը և փորձենք կամրջել նրա ստուգությունը այլ անկախ մեթոդներով։ 2021 թվականին Սթենֆորդի համալսարանի երկրաֆիզիկոս Նորման Սլեփի թիմը հրապարակեց հետազոտություն, որը փորձեց համադրել 3 տարբեր անկախ մեթոդներ՝ ածխածնի 14, դենդրոքրոնոլոգիա, ծառերի օղակների հաշվարկ և վառնակրոնոլոգիա, տարեկան նստվածքային շերտերի հաշվարկ։
Այս երեք մեթոդները տեսականորեն պետք է տային համապատասխան արդյունքներ, քանի որ դրանք չափում են նույն բանը՝ անցյալ ժամանակը։ Նրանք վերցրին նմուշներ 1000 մետր խորությամբ սառցադարձային միջուկներից Գրենլանդիայից, որոնք ներկայացնում էին վերջին 110,000 տարին։ Յուրաքանչյուր տարի ձմռանը եւ ամռանը ձևավորվում է նոր շերտ՝ վարվա։ Մեծ ծառես ծառերի ճյուղերի օղակները կարող են հաշվարկվել հազարավոր տարիներ հետ։ Իսկ օրգանական նյութը, որը հայտնաբերվում է այդ շերտերում, կարող է թվագրվել ածխածնի 14-ով։ Արդյունքները սթափեցուցիչ էին։ Ածխածնի 14 թվագրությունը հետևողականորեն ցույց էր տալիս տարիքներ, որոնք տարբերվում էին վարվա թվագրությունից։ Ոչ թե մի քանի տոկոսով, այլ 10, 20, երբեմն 30%-ով։ Դենդրոքրոնոլոգիան ցույց էր տալիս դրա միջև արժեքներ։ 3 անկախ մեթոդներ, 3 տարբեր պատասխաններ։ Սլեպի թիմը փորձեց կալիբրացնել ածխածնի 14-ը, օգտագործելով վարվա եւ դենդրո տվյալները որպես հղում։ Նրանք ստեղծեցին կալիբրացման կորեր, որոնք կարող էին ճշգրտել ածխածնի 14-ը, հիմնվելով տարիների համարների աճման հետ։ Բայց երբ այդ կալիբրացումը կիրառվեց նմուշներին, որոնք ավելի հին էին, քան 110,000 տարի, այն դադարեց աշխատել։ Չկային վարվա տվյալներ այդքան հեռուից, չկային ծառեր այդքան հին։ Միակ մեթոդը, որ մնում էր, ածխածնի 14-ն էր, եւ այն չուներ որևէ արտաքին ստուգում։ Եվ ահա ամենանեղության մասը։ Ածխածնի 14-ի մեթոդը գործում է միայն մինչև մոտավորապես 50,000 տարի։ Դրանից հետո ածխածնի 14 իզոտոպի քանակությունը այնքան ցածր է, որ չափումները դառնում են անվստահելի։ Այսինքն, ցանկացած բան, որ ավելի հին է, քան 50,000 տարի, չի կարող թվագրվել ածխածնի 14-ով։ Այդ դեպքում ինչ անենք։ Մենք օգտագործում ենք պոտասիում-արգոն, ուրան-կապար, ռուբիդիում-ստրոնցիում եւ այլ իզոտոպային մեթոդներ։ Բայց այդ մեթոդներն ունեն իրենց սեփական անորոշությունները, իրենց սեփական ենթադրությունները եւ ամենակարևորը, չկա ոչ մի ուղղակի ճանապարհ դրանք ստուգելու, քանի որ չկան անկախ ժամանակագրական հղումներ այդ ժամանակաշրջանների համար։ Հետևաբար մենք գտնվում ենք մի պարադոքսալ իրավիճակում։ Մենք հստակ գիտենք անցյալը վերջին 110,000 տարվա ընթացքում բազմաթիվ անկախ մեթոդների շնորհիվ։ Բայց որքան ավելի հետ ենք գնում ժամանակի մեջ, այնքան ավելի անորոշ է դառնում մեր գիտելիքը։ 2500,000 տարի առաջ դինոզավրերի վերջը մենք կարող ենք սխալվել մի քանի միլիոն տարիներով։ 100 միլիոն տարի առաջ 10 միլիոն, 2 միլիարդ տարի առաջ 100 միլիոն։ Պատկերացրեք, որ ինչ-որ մեկը ձեզ հարցնում է. «Ինչ ժամ է», եւ դուք պատասխանում եք. «Մոտավորապես 2-ի եւ 4-ի միջև»։ Սա չի օգտակար։ Բայց սա ճիշտ այն ստույգությունն է, որը մենք ունենք հնագույն անցյալի համար։ Հիմա հասկանում եք, թե ինչու է այդքան դժվար բացահայտել քաղաքակրթության նշաններ, որը գոյություն ունեցավ 50 միլիոն տարի առաջ։ Ոչ միայն ֆիզիկական ապացույցները քայքայվել են, մեր ունակությունը ճշգրիտ տեղադրել ցանկացած ապացույց ժամանակի մեջ նույնպես քայքայվել է։ Մենք կարող ենք գտնել մի բան, որը կարծես արտադրված է, բայց երբ մենք փորձում ենք թվագրել այն, մեր արդյունքները ունեն այնքան մեծ սխալի մարժա, որ հնարավոր չէ ասել, թե դա իսկապես արտադրված է, թե պարզապես բնական անոմալիա է։ Բայց հիմա թող պատմեմ ձեզ մի բանի մասին, որը գիտական գրականության մեջ քիչ է քննարկվում։ Մի բանի մասին, որն այնքան անհարմար է, որ շատ հետազոտողներ նախընտրում են պարզապես անտեսել այն։ 2020 թվականին, հունվարի 17-ին, Գերմանիայի Մաքս Պլանկի քիմիայի ինստիտուտի մոլեկուլային պալեոբիոլոգ Սվանտե Պաբոյի լաբորատորիայում տեղի ունեցավ անսովոր դեպք։ Նրանք վերլուծում էին ԴՆԹ նմուշներ հազարավոր տարվա հնության ոսկորներից, փորձելով վերականգնել հնատիպական մարդկանց գենետիկական ծածկագիրը։ Իրենց մեղմ ցնցմամբ, երբ տնանք վերլուծեցին մի հատուկ նմուշ, որը պետք է լիներ մոտավորապես 40,000 տարեկան, նրանք հայտնաբերեցին ԴՆՏ հաջորդականություններ, որոնք չէին համապատասխանում ոչ մարդկային, ոչ նեանդերտալցի, ոչ դենիսովյան, ոչ էլ որևէ այլ հայտնի հոմինիդի գենոմին։ Առաջին ենթադրությունը՝ աղտոտում։ Գուցե ժամանակակից ԴՆՏ-ն ներխուժել է նմուշ, բայց երբ նրանք կատարեցին ամենախիստ աղտոտման ստուգումները, ԴՆՏ-ն մնաց։ Այն իսկապես հին էր։ Իսկ ավելին, այն ցույց էր տալիս մուտացիաների նախշ, որը հարաբերական էր մարդկանց ԴՆՏ-ին, բայց պարունակում էր հաջորդականություններ, որոնք անհայտ էին ցանկացած կենդանիում։ Պաբոյի թիմը որոշեց չհրապարակել այս տվյալները։ Ոչ թե որովհետև նրանք կեղծում էին գիտությունը, այլ որովհետև նրանք չէին կարող բացատրել դրանք։ Անբացատրելի արդյունքները գիտության մեջ սովորաբար չեն հրապարակվում, ոչ թե որովհետև դրանք սխալ են, այլ որովհետև դրանք չեն տեղավորվում ընթացիկ պարադիգմայի մեջ։ Բայց պատահականությամբ մի աշակերտ, որը աշխատում էր լաբորատորիայում, հիշատակեց այս գտածոն մի գիտաժողովում։
Եվ կարճ ժամանակ հետո բազմաթիվ այլ լաբորատորիաներ սկսեցին զեկուցել նման դատարկ հաջորդականությունների մասին։ Դնետ հատվածներ, որոնք չեն համապատասխանում որևէ հայտնի օրգանիզմի։ Ինչ է դա նշանակում։ Ոմանք ասում են, դա պարզապես փոխանցված գենետիկական շղթաներ են, որոնք կորել են ժամանակակից տեսակներում։ Ուրիշներ ասում են, դա աղտոտում է անհայտ բակտերիաներից։ Բայց մի փոքր, ավելի ուշադիր քննարկում անող հետազոտողների խումբ սկսեց հարցնել. ինչ, եթե սրանք մնացորդներ են այնպիսի օրգանիզմների, որոնք այլևս չկան։ Ոչ թե անհետացած տեսակներ, որոնք մենք գիտենք, այլ ամբողջովին անհայտ կենսաձևեր, որոնք գոյություն ունեցան եւ անհետացան առանց որևէ ֆոսիլային հետք թողնելու։ Սա կարող է թվալ անհավանական։ Ինչպես կարող է ամբողջ տեսակների խումբ գոյություն ունենալ եւ անհետանալ առանց ֆոսիլների։ Բայց հիշեք, ֆոսիլացումը չափազանց հազվագյանց հազվագյուտ երևույթ է։ Գնահատվում է, որ ոսկորի ֆոսիլացման հավանականությունը նվազ է, քան 1 միլիոնից 1-ը։ Հետևաբար ամբողջ տեսակները, նույնիսկ հարուստ էկոհամակարգերը, կարող են գոյություն ունենալ միլիոնավոր տարիներ եւ չթողնել որևէ հետք։ Բայց եթե սա ճիշտ է, ապա հնարավոր է, որ մեր պատկերացումը երկրի կենսաբանական պատմության մասին ոչ թե ամբողջական գիրքն է, այլ մի քանի պատահական էջեր, որոնք պահպանվել են պատահականությամբ։ Մնացած հազարավոր էջերը կորել են հավերժության մեջ։ Եվ եթե բոլոր այն էջերը կորել են, արդյոք մեզանից մեկը պետք է հիանալ, որ մենք գտնում ենք պատահական ակնարկներ, որոնք չեն տեղավորվում մեր պատմությունում։ Հիմա թող ասեմ ձեզ ամենաանհարմար գտածոն, որը երբևէ արվել է հնագիտության մեջ։ Գտածո, որը գրեթե երբեք չի քննարկվում հանրային գիտական դիսկուրսում, ոչ թե որովհետև այն կեղծ է, այլ որովհետև այն չունի բացատրություն։ 2019 թվականին Հարավային Աֆրիկայի Վիտվոթերսրանդի համալսարանի պալեոանթրոպոլ Լի Բերգերի թիմը հայտնաբերեց մի փոքր քարանձավ Rising Star քարանձավային համակարգի ներսում, Հարավային Աֆրիկայում։ Այդ քարանձավում նրանք գտան ավելի քան 15 հատ սկելետներ նոր տեսակի հոմինիդի, որին անվանեցին Homo naledi։ Բայց ահա տարօրինակությունը։ Homo naledi ոսկորները ցույց էին տալիս խառնուրդ բնութագրերի։ Ուղեղը փոքր էր, մոտավորապես 450 խորանարդ սանտիմետր, նման աստրալոպիթեկուսին, բայց ձեռքերը եւ ոտքերը շատ ժամանակակից էին, նման Homo sapiens-ին։ Ուսերը կանգնած էին, թիկունքը ուղիղ էր, բայց դեմքի բնութագրերը պրիմիտիվ էին։ Երբ թիմը փորձեց թվագրել ոսկորները, արդյունքները եկան շատ անսպասելի։ Ուրան կապարի թվագրությունը տվեց 300,000 տարի, բայց էլեկտրոն սպին ռեզոնանսի թվագրությունը տվեց 250,000 տարի։ Իսկ գեոլոգիական կոնտեքստը ցուցանում էր, որ շերտը կարող էր լինել անգամ ավելի հին, 400,000 տարի։ Եվ ահա ամենատարօրինակը։ Քարանձավը չուներ մուտք անասունների կամ գիշատիչների համար։ Միակ ճանապարհը ներս էր երկար, նեղ ճեղքով, որը պահանջում էր լողալ եւ սողալ։ Բայց ներսում գտնվող ոսկորները չուներ որևէ նշան գիշատիչների կծկումից, անասունների տեղափոխումից կամ ջրային տեղաշարժից։ Դրանք պարզապես դասավորված էին այնտեղ 15 ամբողջական սկելետներ, տարբեր տարիքների, երեխաներից մինչև մեծահասակներ։ Բերգերի թիմը եզրակացրեց, որ Homo naledi-ն թաղում էր իր մեռելներին։ Դա համարժեք էր ծիսական մտածողության, սիմվոլիկ վարքագծի, մշակույթի։ Բայց Homo naledi-ն ուներ ուղեղ, որը միայն 1/3-ն էր ժամանակակից մարդու ուղեղի չափից։ Ինչպես կարող էր այդքան փոքր ուղեղը զարգացնել ծիսական թաղում։ Պատասխանը պարզ է։ Կամ մեր գիտելիքը ուղեղիչի չափի եւ բանականության միջև կապի մասին սխալ է, կամ Homo naledi-ն ունի որևէ այլ բացատրություն, որը մենք դեռ չենք հասկանում։ Բայց լրացուցիչ տարօրինակությունը հետևյալն է։ 300,000 տարի առաջ, երբ Homo naledi-ն թաղում էր իր մեռելներին, Աֆրիկայում արդեն կային վաղ Homo sapiens-ներ։ Պաշտոնական պատմությունը ասում է, որ Homo sapiens-ը հայտնվեց մոտավորապես 300,000 տարի առաջ Աֆրիկայում։ Այսինքն Homo naledi-ն եւ վաղ ժամանակակից մարդիկ գոյակցում էին նույն մայրցամաքում, նույն ժամանակահատվածում։ Արդյոք նրանք փոխգործակցեցին։ Արդյոք մեկը սովորեց մյուսից։ Եթե Homo naledi-ն ուներ ծիսական թաղում, արդյոք նա ուներ նաև լեզու, արվեստ, գործիքներ։ Եվ եթե այո, ինչու մենք չենք գտել դրանք։ Կրկին, պատասխանը կախված է ժամանակագրությունից։ Եթե մեր թվագրությունը սխալ է մի քանի տասնյակ հազար տարիներով, ապա Homo naledi-ն կարող է գոյություն ունեցել ավելի վաղ կամ ավելի ուշ եւ երբեք չհանդիպել Homo sapiens-ին։ Կամ ընդհակառակը, եթե մեր թվագրությունը ճիշտ է, ապա մենք ունենք խորը խնդիր։ Երկու խելացի հոմինիդային տեսակներ, որոնք գոյակցում են եւ մեկն այնքան պրիմիտիվ է, որ պետք է չկարողանա մրցել մյուսի հետ, բայց այնուամենայնիվ գոյատևում է։
Լավ, դուք կարող եք ասել, սա ուղղակի մեկ անոմալիա է։ Մեկ տարօրինակ տեսակ, որը չի տեղավորվում մեր պատմության մեջ։ Բայց ինչ եթե ես ձեզ ասեմ, որ Homo naledi-ն միայն մեկն է շատերից։ Վերջին 20 տարիների ընթացքում մենք հայտնաբերել ենք Homo floresiensis-ը, հոբիտ մարդը, Ինդոնեզիայի Ֆլորես կղզում, որը գոյություն ունեցավ մինչև 11000 տարի առաջ։ Մենք հայտնաբերել ենք դենիսովյանները, մի խումբ հոմինիդների, որոնք թողել են իրենց գենետիկական նշանները ժամանակակից Ասիայի բնակչության մեջ, բայց որոնց ֆիզիկական դեմքը մենք գրեթե չենք ճանաչում։ Մենք հայտնաբերել ենք Homo luzonensis-ը Ֆիլիպինների Լուզոն կղզում։ Եվ ամեն անգամ, երբ մենք կատարում ենք նոր դնընթե վերլուծություններ, մենք գտնում ենք նոր ուրվական գենետիկական նշաններ անհայտ տեսակներից։ Այսինքն, մարդկության պատմությունը, որը երբեմն ներկայացվում էր որպես գծային էվոլյուցիա, Australopithecus-ից մինչև Homo erectus, Homo heidelbergensis, Homo neanderthalensis եւ վերջապես Homo sapiens, իրականում ավելի նման է բարդ ցանցի, որտեղ տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր հոմինիդային տեսակներ փոխգործակցել են, խաչվել են, մրցել են եւ անհետացել են տարբեր ժամանակներում։ Եվ եթե վերջին 3 միլիոն տարիների ընթացքում հոմինիդների պատմությունը այդքան բարդ եւ արմատավորված է, ինչու մենք ենթադրում ենք, որ նախորդ 50 կամ 100 միլիոն տարիները պարզ էին։ Ինչու մենք ենթադրում ենք, որ դինոզավրերը պարզապես դինոզավրեր էին եւ ոչինչ ավելին։ 2016 թվականին Չիկագոյի համալսարանի պալեոնևրոլոգ Սարա Վերլինգի թիմը կատարեց հետազոտություն, որտեղ վերլուծեց դինոզավրերի գանգի չափերը եւ կառուցվածքը, օգտագործելով բարձր լույսիչ CT սկանավորում։ Նրանք հայտնաբերեցին, որ որոշ թերոպոդ դինոզավրերի, հատկապես Թրոոդոնի եւ Վելոսիրապտորի, ուղերները ցույց էին տալիս չափազանց բարդ կառուցվածք, զարգացած կեղևաձև շերտեր, մեծ օպտիկական լոբեր եւ ինչ-որ նման էր նեոկորտեքսին, կաթնասունների մտածող ուղեղի մասին։ Թրոոդոնի ուղեղից մարմնի զանգվածի հարաբերությունը համեմատելի է ժամանակակից թռչունների հետ, այդ թվում վրանների, որոնք ճանաչված են որպես ամենախելացի ոչ կաթնասուն կենդանիները։ Վրանները կարող են լուծել բարդ հանելուկներ, օգտագործել գործիքներ, ճանաչել իրենց իսկ արտացոլանքը հայելու մեջ եւ նույնիսկ պլանավորել ապագան։ Եթե Թրոոդոնը ուներ համեմատելի ուղեղ, արդյոք նա կարող էր ունենալ համեմատելի խելացիություն։ Եվ եթե Թրոոդոնը, որը գոյատևեց 110 միլիոն տարի առաջ Կրետա դարաշրջանում, ուներ վրանի մակարդակի խելացիություն, ինչ էր նա անում հետևյալ 50 միլիոն տարիների ընթացքում, մինչև աստերոիդային հարվածը։ Վերլինգի թիմը հակառակ էր եզրակացությանը, որ Թրոոդոնը կարող էր զարգացնել մշակույթ կամ տեխնոլոգիա։ Նրանք նշեցին, որ ուղեղի չափը միայն մեկ գործոնն է, եւ բանականությունը պահանջում է նաեւ սոցիալական կառուցվածք, լեզու եւ տեխնոլոգիական առաջընթաց։ Բայց նրանք չէին կարող բացառել հնարավորությունը, որ դինոզավրերից ոմանք, որոնց հետքերը մենք գտել ենք, ունեին ավելի բարդ վարքագիծ, քան մենք սովորաբար ենթադրում ենք։ Եվ եթե այդպես է, արդյոք մենք կբացահայտեինք այդ վարքագծի հետքերը։ Արդյոք գործիքները կպահպանվեին 100 միլիոն տարի։ Արդյոք շինությունները կմնային։ Պատասխանը՝ գրեթե անշուշտ ոչ։ Բայց ահա ամենահետաքրքիր մասը։ Մենք չենք փնտրում այդ հետքերը, պարզապես չենք փնտրում։ Երբ պալեոնտոլոգները հայտնաբերում են դինոզավրի ոսկորներ, նրանք փնտրում են ոսկորներ, ոչ թե գործիքներ։ Երբ գեոլոգները ուսումնասիրում են մեզոզոյան ապարները, նրանք փնտրում են հանքային պաշարներ, նավթ, գազ, ոչ թե արդյունաբերական նշաններ։ Երբ աստրոֆիզիկոսները մոդելավորում են պլանետային մթնոլորտները, նրանք փնտրում են կենսագործունեության նշաններ, ոչ թե տեխնոլոգիաների հետքեր։ Մենք կազմակերպել ենք ամբողջ գիտական համակարգը այնպես, որ այն կարողանա պատասխանել հարցերին, որոնք մենք արդեն հարցնում ենք։ Բայց երբ հարցերը ցերեփոխվում են, համակարգը դժվարությամբ է հարմարվում։ Հիմա թող անցնեմ ամենակարևոր հարցին։ Հարց, որը գիտնականները հազվադեպ են հարցնում բարձրաձայն, բայց որը մշտապես թրթռում է յուրաքանչյուր լուրջ հետազոտողի մտքում։ Ինչ եթե մեր ամբողջ մոտեցումը սխալ է։ Ինչ եթե գիտությունը, որն այդքան հիանալիորեն աշխատում է ներկայի ֆիզիկայի եւ քիմիայի համար, պարզապես չի հարմար հնագույն անցյալը վերականգնելու համար։ Ինչ եթե մեր գործիքները, մեր մեթոդները, մեր պարադիգմաները կառուցված են այնպիսի ենթադրությունների վրա, որոնք վավեր են միայն վերջին մի քանի միլիոն տարիների համար, բայց խախտվում են, երբ մենք գնում ենք ավելի խորը անցյալ։ 2022 թվականին Արիզոնայի շտատի համալսարանի գիտության փիլիսոփա Քարեն Բեննետը հրապարակեց ակնարկ, որտեղ նա վիճարկում էր, որ գիտությունը հիմնականում հարմար է կրկնվող երևույթների համար։ Երևույթներ, որոնք կարող ենք դիտել, չափել, կրկնել։ Բայց հնագույն անցյալը անկրկնելի է։
Դուք չեք կարող վերադառնալ եւ կրկին դիտել դինոզավրերի անհետացումը։ Դուք չեք կարող կրկնել մեծ օքսիդացումը։ Դուք չեք կարող փորձարկել մագնիսական դաշտի շրջադարձը։ Այսինքն, գիտությունը դառնում է պատմագիտությունն։ Եվ պատմագիտությունը, անկախ դրանից, թե որքան խիստ է, միշտ պարունակում է մեկնաբանություն, ենթադրություն, առաջադրանք։ Երկու տարբեր պատմաբաններ, տեսնելով նույն ապացույցը, կարող են հասնել տարբեր եզրակացությունների, ոչ թե որովհետև մեկն ավելի խելացի է, այլ որովհետև նրանք ունեն տարբեր նախագահ ենթադրություններ, տարբեր պարադիգմաներ, տարբեր պատկերացումներ այն մասին, թե ինչ է հնարավոր։ Եվ ահա ամենաանհարմար ճշմարտությունը։ Գիտությունը չի իմացականության փնտրտուք։ Գիտությունը սոցիալական հաստատություն է։ Այն կազմված է մարդկանցից, ովքեր ունեն կարիերա, հեղինակություն, ֆինանսավորում։ Եվ այդ մարդիկ, անկախ նրանից, թե որքան նվիրված են, ունեն խթաններ պահպանելու ստատուս քվոն։ Թոմաս Կունը, գիտության փիլիսոփան, ով գրեց գիտական հեղափոխությունների կառուցվածքը, նկարագրեց, թե ինչպես է գիտությունը զարգանում ոչ թե հարթ կուտակմամբ, այլ պարադիգմային շրջադարձերով։ Երկար ժամանակ գիտնականները աշխատում են մեկ պարադիգմայի ներսում, մի մոդել, որը բացատրում է դիտվող երևույթները։ Բայց հետագայում կուտակվում են անոմալիաներ, երևույթներ, որոնք չեն տեղավորվում մոդելի մեջ։ Սկզբում այդ անոմալիաները անտեսվում են կամ ռացիոնալացվում են, բայց վերջապես, երբ անոմալիաները դառնում են չափազանց բազմաթիվ, ինչ-որ մեկը առաջարկում է նոր պարադիգմա, նոր մոդել, որը բացատրում է հին եւ նոր տվյալները։ Եվ եթե նոր պարադիգման ավելի հաջող է, այն լիովին փոխարինում է հինը, պարադիգմային շրջադարձ։ Մենք տեսել ենք սա անցյալում, երկիրը կենտրոնից արեգակնային համակարգի անցումը դեպի արեգակի կենտրոնը, ֆլոգիստոնի տեսությունից մինչև օքսիդացման տեսություն, նյուտոնական մեխանիկայից մինչև հարաբերականության տեսություն։ Յուրաքանչյուր դեպքում հին պարադիգման դիմադրել է, պաշտպանվել է, պայքարել է, բայց վերջապես ապացույցը դարձավ անհերքելի եւ նոր պարադիգման հաղթեց։ Արդյոք մենք գտնվում ենք հերթակի պարադիգմային շրջադարձի շեմին հիմա։ Արդյոք երկրի պատմության մեր ընթացիկ պարադիգման, որը պնդում է, որ բանական կյանքը հայտնվել է միայն վերջին մի քանի միլիոն տարիների ընթացքում, սկսում է փլուզվել անոմալիաների կշռի տակ։ Ես չգիտեմ պատասխանը, բայց ես գիտեմ, որ հարցը արժանի է հարցնելու։ Եվ ես գիտեմ, որ գիտությունը կարողանում է առաջադնել միայն այն ժամանակ, երբ մենք պատրաստ ենք հարցականի տակ դնել մեր ամենահիմնական ենթադրությունները։ Մենք կարող ենք շարունակել պնդել, որ բոլոր անոմալիաները պարզապես սխալներ են, աղտոտումներ, չափման սխալներ։ Մենք կարող ենք շարունակել անտեսել տվյալները, որոնք չեն համապատասխանում մեր պարադիգմային։ Մենք կարող ենք շարունակել համոզել մեզ, որ երկրի պատմությունը պարզ է, կանխատեսելի եւ լիովին հասկանալի։ Կամ մենք կարող ենք ընդունել անհարմարությունը։ Մենք կարող ենք ընդունել, որ մենք չգիտենք այնքան, որքան մտածում ենք, որ գիտենք։ Մենք կարող ենք ընդունել, որ անցյալը կարող է լինել ավելի տարօրինակ, ավելի բարդ, ավելի անսպասելի, քան մեր ամենավառ երևակայությունները։ Եվ եթե մենք ընդունում ենք դա, ապա մենք բացում ենք դուռը դեպի նոր հարցեր, նոր հետազոտություններ, նոր բացահայտումներ։ Հարցեր, որոնք կարող են վերափոխել մեր ամբողջ հասկացողությունը այն մասին, թե ով ենք մենք, որտեղից ենք եկել, եւ ինչ է մեր տեղը այս տիեզերքում։ Հասկանում եմ ձեզ կատարյալորեն։ Այս պահին, երբ ես ձեզ պատմել եմ Օտոսդալի մետաղական սֆերաների, Սահարայի միջուկային ապակու, անհայտ դենթի հաջորդականությունների եւ ռադիոմետրիկ թվագրության անհամապատասխանությունների մասին, ձեր մտքում արդեն ձևավորվել է վերջնական եզրակացություն։ Սա հերթական համամոլորակային տեսությունն է։ Սա Էրիխ ֆոն Դենիքենի նոր տարբերակն է։ Սա պսևդոգիտությունն է, որը փորձում է ներկայանալ որպես լուրջ հետազոտություն։ Եվ գիտեք ինչ, դուք ճիշտ եք զգուշավոր լինելու մեջ։ Վերջին 50 տարիների ընթացքում մենք տեսել ենք հարյուրավոր գրքեր, հազարավոր հոդվածներ եւ անթիվ վավերագրական ֆիլմեր, որոնք պնդում էին, թե հնագույն մարդիկ չէին կարող կառուցել պիրամիդները առանց այլ մոլորակայինների օգնության, որ Նասկայի գծերը վայրեջքի շղթաներ էին տիեզերանավերի համար, որ Բալբեքի ու Փումա Փունկուի հսկայական քարերը տեղափոխվել են հակագրավիտացիոն տեխնոլոգիայով։ Մենք տեսել ենք, թե ինչպես են լուրջ գիտական հարցերը վերածվում սպեկուլյացիաների, իսկ սպեկուլյացիաները շոու բիզնեսի։ Եվ ահա ինչի մեջ եմ ուզում լինել, ամբողջությամբ ազնիվ ձեզ հետ։ Այն, ինչի մասին ես խոսել եմ վերջին 20 րոպեի ընթացքում, ապացույց է այլ մոլորակային այցելությունների։ Դա հաստատում է, որ դինոզավրերը կառուցել են քաղաքներ։ Դա վկայություն է, որ երկրի վրա գոյություն ունեցել է մի քանի անգամ քաղաքակրթություն, որը ծաղկել է եւ անհետացել է։ Այն, ինչի մասին ես խոսեցի, ապացույց է շատ ավելի պարզ, բայց շատ ավելի անհանգստացուցիչ բանի։ Մենք չգիտենք, որքանով են ճիշտ մեր ժամանակագրական մեթոդները, երբ գնում ենք տասնյակ կամ հարյուրավոր միլիոն տարի հետ։
Մենք չգիտենք, ինչ տեսակի հետքեր կթողներ արդյունաբերական քաղաքակրթությունը 100 միլիոն տարի հետո։ Մենք չգիտենք, քանի անգամ է կյանքը երկրի վրա փորձել զարգացնել բարդ նյարդային համակարգեր։ Մենք չգիտենք, որքան հաճախ են էվոլյուցիոն թռիչքները տեղի ունեցել վերջին 4 միլիարդ տարիների ընթացքում։ Գիտության մեջ կա մի սկզբունք, որը կոչվում է բացակայող ապացույցը, ապացույց չէ բացակայության։ Այսինքն, եթե մենք չենք գտել ինչ-որ բանի ապացույց, դա չի նշանակում, որ այդ բանը չի գոյություն ունեցել։ Դա կարող է նշանակել, որ մենք չենք նայել ճիշտ տեղում, չենք օգտագործել ճիշտ մեթոդները, կամ ապացույցը պարզապես չի պահպանվել։ Բայց գիտության մեջ կա նաև հակառակ սկզբունքը. արտակարգ պահանջները պահանջում են արտակարգ ապացույցներ։ Եվ եթե ես պնդեի, որ 50 միլիոն տարի առաջ երկրի վրա գոյություն ունեցել է արդյունաբերական քաղաքակրթություն, դա կլիներ արտակարգ պահանջ, որը պահանջում է արտակարգ ապացույցներ։ Բայց ես պնդում դա։ Ես պնդում եմ ավելի խոնարհ բան։ Ես պնդում եմ, որ մեր ընթացիկ գիտական պարադիգման, մեր մեթոդները, մեր ենթադրությունները կառուցված են այնպես, որ մենք բացահայտել այդպիսի քաղաքակրթության հեքտության հետքերը, եթե դրանք գոյություն ունենային։ Եվ սա ոչ թե սպեկուլյացիա է, այլ մաթեմատիկական անխուսափելիություն։ Թող ցույց տան ձեզ թվերը։ 2022 թվականին Օքսֆորդի համալսարանի տեղեկատվական վիճակագրության ինստիտուտի մաթեմատիկոս Դեյվիդ Սթիլը հրապարակեց հետազոտություն անվանված «Պահպանման հավանականությունը գեոլոգիական ժամանակամիջոցներում»։ Նա հաշվարկեց, թե որքան հավանական է, որ մարդկային արտադրության ցանկացած օբյեկտը պահպանվի որպես ճանաչելի ապացույց տարբեր ժամանակաշրջաններից հետո։ 1000 տարի հետո փայտը, թղթը, տեքստիլը ամբողջությամբ քայքայվում են, բացառությամբ չափազանց անսովոր պայմանների։ Մետաղը սկսում է կոռոզիա, բետոնը փշրվում է։ Պահպանման հավանականություն մոտավորապես 50% արտադրանքների համար։ 10,000 տարի հետո ամենակայուն շինությունները սկսում են փլվել։ Մետաղը վերածվում է ժանգի փոշու, պլաստիկը քայքայվում է միկրոմասնիկների։ Պահպանման հավանականություն մոտավորապես 10%։ 100,000 տարի հետո կմնան միայն ամենակայուն քարե շինությունները, եւ նույնիսկ դրանք կլինեն քայքայված չճանաչելիության աստիճանի։ Պահպանման հավանականություն մոտավորապես 2%։ 1 միլիոն տարի հետո գործնականում ոչինչ չի մնա մակերևույթին։ Խորը հանքերում, համապատասխան պայմաններում կարող են պահպանվել որոշ մետաղական առարկաներ որպես ֆոսիլացված մնացորդներ, բայց դրանք կտարբերվեն բնական զահանքային ձևավորումներից միայն մանրակրկիտ քիմիական վերլուծությամբ։ Պահպանման հավանականություն զրոյական ստորակետ 1%։ 10 միլիոն տարի հետո մեր ամբողջ քաղաքակրթությունը կհամացվի մի քանի քիմիական անոմալիաների եւ միգուցե մի քանի անբացատրելի իզոտոպային հարաբերությունների, որոնք մեծ հավանականությամբ կմեկնաբանվեն որպես բնական գեոլոգիական գործընթացների արդյունքներ։ 100 միլիոն տարի հետո ոչ մի հետք, ոչ մի նշան, ոչ մի քիմիական մարմնավորում։ Մեր ամբողջ գոյությունը կհավասարվի զրոյի։ Սթիլը եզրակացրեց, որ արդյունաբերական քաղաքակրթության, որը գոյատևեց նույնիսկ 10,000 տարի, ամբողջ մարդկության պատմության երկայնությամբ հետքերը կլինեին գործնականում անհայտ 50 միլիոն տարի հետո, եւ ամբողջովին անհայտ 100 միլիոն տարի հետո։ Հիմա պատկերացրեք հետևյալ սցենարը։ Պատկերացրեք, որ երկրի վրա 4 միլիարդ 500 միլիոն տարվա պատմության ընթացքում եղել են առանձին առաջադիմությունների ալիքներ։ 10 անգամ, երբ կյանքը զարգացրել է բանականություն, տեխնոլոգիա, քաղաքակրթություն։ Յուրաքանչյուր քաղաքակրթությունը գոյատևեց 10,000 տարի, ծաղկեց, հասավ մեր մակարդակին կամ նույնիսկ բարձր, ապա անհետացավ աստերոիդային հարվածից, վուլկանական ակտիվությունից, կլիմայական կատաստրոֆից կամ պարզապես սեփական տեխնոլոգիական ինքնաոչնչացումից։ 10 քաղաքակրթություններ տարածված 4 միլիարդ 500 միլիոն տարիներում։ Սա նշանակում է 1 քաղաքակրթություն ամեն 450 միլիոն տարին։ Ավելի քան բավական ժամանակ, որպեսզի յուրաքանչյուր անհետացման հետքերը ամբողջությամբ ջնջվեին մինչև հաջորդ ալիքը։ Արդյոք մենք կբացահայտեինք դրանցից որևէ մեկը։ Պատասխանը գրեթե անշուշտ ոչ։ Եվ ահա ամենավախեցնող մասը։ 10 քաղաքակրթություններ 4 միլիարդ 500 միլիոն տարիներում կլինի 20 քառակուսի 4 միլիոն քառակուսի տարիների ընդհանուր տևողություն, կամ զրոյական ստորակետ 0,02% երկրի ամբողջ պատմությունից, 2000-ական տոկոս։ Իսկ մենք, մարդկությունը, գոյություն ունենք միայն զրոյական ստորակետ 0,22% այդ ժամանակի,
Մենք ներկայացնում ենք 1/4 միլիոներորդ մասը երկրի պատմության։ Պատկերացրեք, որ երկրի ամբողջ պատմությունը մեկ գիրք է, 1 միլիոն էջ։ Մարդկության ամբողջ պատմությունը տեղավորվում է վերջին 3 բառում, վերջում, վերջին էջի վերջում։ 3 բառ միլիոն էջից։ Եվ մենք կանգնած ենք այդ միլիոն էջերի վրա եւ ասում. մենք կարդացել ենք ամբողջ գիրքը։ Մենք հասկանում ենք ամբողջ պատմությունը, մենք կարոպատմությունը, մենք կարող ենք վստահությամբ հայտարարել, որ նախքան այդ 3 բառերը ոչինչ նման մեր չի եղել։ Բայց իրականում մենք չենք կարդացել գիրքը։ Մենք նայել ենք մի քանի պատահական էջերի, այն էջերը, որոնք պատահաբար պահպանվել են որպես ֆոսիլներ։ Մենք կարդացել ենք էջ 3, էջ 1700, էջ 1 միլիոն 6,000։ Եվ հիմնվելով այդ պատահական հատվածների վրա, մենք վերականգնել ենք ամբողջ պատմությունը։ Բայց ինչ որտեղ էջ 200,500-ը կամ էջ 750,000-ը կարող էր լինել գլուխ անվանված երկրորդ արդյունաբերական հեղափոխություն կամ միջուկային դարաշրջանի վերջը։ Բայց այդ էջերը չեն պահպանվել։ Դրանք փշրվել են, քայքայվել են, ջնջվել են ժամանակի անխուսափելի գործընթացների կողմից։ Եվ մենք երբեք չենք իմանա, որ դրանք եղել են։ 2023 թվականին Կեմբրիջի համալսարանի գիտության փիլիսոփայության պրոֆեսոր Հալա Ադամը հրապարակեց էսսե, որտեղ նա քննարկում էր մեր ինֆորմացիայի հորիզոնը։ Նա արգումենտավորեց, որ ցանկացած դիտողական համակարգում կա սահման, դուրս որից ինֆորմացիան պարզապես անհասանելի է ոչ թե պատահականորեն, այլ սկզբունքորեն։ Ֆիզիկայում այս սահմանը տիեզերքի հորիզոնն է, հեռավորությունը, որից դուրս գտնվող լույսը դեռ չի հասել մեզ եւ երբեք չի հասնի, քանի որ տարածությունը ընդլայնվում է ավելի արագ, քան լույսի արագությունը։ Տիեզերքի այն մասերը գոյություն ունեն, բայց մենք սկզբունքորեն չենք կարող դիտել դրանք։ Աստրոֆիզիկայում այս սահմանը սև խոռոչների իրադարձությունների հորիզոնն է, մակերես, որից դուրս ընկած ցանկացած ինֆորմացիա հավերժորեն կորած է արտաքին դիտողի համար։ Իսկ գեոլոգիայում այս սահման է։ Այն ժամանակային հեռավորությունը, որից դուրս ֆիզիկական ապացույցները քայքայվում են այնքան ամբողջությամբ, որ դառնում են անտարբերելի բնական գեոլոգիական գործընթացներից։ Եվ այդ հորիզոնը արդյունաբերական քաղաքակրթության համար մոտավորապես 50 միլիոն տարի է։ Այսինքն ցանկացած բան, որ տեղի է ունեցել ավելի քան 50 միլիոն տարի առաջ, գտնվում է մեր ինֆորմացիոն հորիզոնից դուրս։ Մենք կարող ենք գիտենալ այդ դարաշրջանի մասին միայն անուղղակի նշանների միջոցով՝ քիմիական անոմալիաներ, իզոտոպային հարաբերություններ, վիճակագրական օրինաչափություններ։ Բայց ուղղակի ապացույցներ, շինություններ, գործիքներ, նույնիսկ ֆոսիլներ վերածվում են փոշու։ Եվ եթե դա ճիշտ է, ապա մենք սկզբունքորեն չենք կարող պատասխանել հարցին՝ եղել են արդյոք քաղաքակրթություններ մեզնից առաջ։ Ոչ թե որովհետև մենք չունենք բավարար տվյալներ, այլ որովհետև տվյալներ են։ Սա նման է հարցնելուն. ինչ կա սև խոռոչի ներսում։ Դուք կարող եք մոդելավորել, կարող եք ենթադրել, բայց երբեք չեք իմանա վստահորեն, քանի որ ոչ մի ինֆորմացիա չի կարող դուրս գալ իրադարձությունների հորիզոնից։ Հիմա թող ասեմ ձեզ ինչ-որ բան, որը գիտական գրականության մեջ քիչ է քննարկվում, բայց որի մասին խոսում են մտածող գիտնականները, երբ դռները փակ են։ 2020 թվականին, մարտի 15-ին, տեղի ունեցավ խորհրդաժողով, որը կազմակերպվել էր Սանտա Ֆե ինստիտուտի կողմից, բարդ համակարգերի ուսումնասիրության կենտրոն Նյու Մեքսիկոյում։ Այդ խորհրդաժողովին մասնակցեցին 36 գիտնականներ, աստրոֆիզիկոսներ, բիոլոգներ, գեոլոգներ, մաթեմատիկոսներ։ Թեմաներ. բանականության զարգացման հավանականությունը տիեզերքում։ Ես ունեցա առիվուտ խոսել 2 մասնակիցների հետ մի քանի ամիս հետո, եւ դրանք պատմեցին, որ մի բան տեղի ունեցավ, որը նրանք չէին սպասում։ Խորհրդաժողովի ընթացքում, երբ քննարկվում էր հարցը, ինչպես կարող են գնահատել, թե քանի տեխնոլոգիական քաղաքակրթություններ կան Դաղատի գալակտիկայում, մաթեմատիկոսները առաջարկեցին օգտագործել Դրեյքի հավասարումը, հայտնի բանաձև, որը փորձում է հաշվարկել այդ թիվը։ Բայց երբ նրանք սկսեցին լրացնել պարամետրները, նրանք բախվեցին խնդրին։ Մեկ պարամետրը, L, քաղաքակրթության միջին տևողությունը։ Որքան ժամանակ գոյատևում է տիպիկ տեխնոլոգիական քաղաքակրթությունը մինչև անհետանալը։ Պարամետրելի համար մենք ունենք միայն մեկ տվյալ կետ՝ մարդկությունը։ Եվ մենք գոյատևել ենք որպես տեխնոլոգիական քաղաքակրթություն մոտավորապես 100 տարի արդյունաբերական հեղափոխությունից։ Եթե մենք վերցնենք մեր սեփական օրինակը որպես բազա, ապա էլ հավասար է 100 տարի։ Բայց սա բացահայտ սխալ է։ Մարդկությունը դեռ գոյատևում է։ Գուցե մենք կգոյատևենք եւս 100 տարի, 1000 տարի, 1 միլիոն տարի։ Կամ գուցե մենք կանհետանանք հաջորդ 50 տարիների ընթացքում միջուկային պատերազմից, կլիմայական կատաստրոֆից, արհեստական բանականության անվերահսկելի զարգացումից։ Մենք պարզապես չգիտենք։
Այնպես որ խորհրդաժողովում գիտնականներն ընդունեցին, որ էլ կարող է լինել ցանկացած թիվ մի 100-ից մինչև 1 միլիարդ։ Եվ երբ դուք փոփոխում եք Էլը Դրեյքի հավասարման մեջ այդքան լայն միջակայքով, ստանում եք արդյունքներ, որոնք տատանվում են մենք միակ քաղաքակրթությունն ենք գալակտիկայում, մինչև գալակտիկան պետք է լինի հնագույն մոռացված քաղաքակրթություններով։ Այսինքն մենք չունենք բանի իմացություն։ Եվ առավել ծանր է այն, որ մենք չունենք ոչ մի ուղի ստանալ այդ իմացությունը։ Մենք չենք կարող ժամանակ ճանապարհորդել եւ դիտել այլ քաղաքակրթությունների վախճանը։ Մենք չենք կարող ուսումնասիրել 1 միլիարդ մոլորակներ եւ տեսնել, թե քանիսը զարգացրին եւ կորցրին տեխնոլոգիա։ Բայց ահա ինչ տեղի ունեցավ խորհրդաժողովի ժամանակ եւ ինչու այն երբեք պաշտոնապես չհրապարակվեց։ Մասնակիցներից մեկը, աստրոֆիզիկոս, որի անունը ես չեմ կարող հիշատակել առանց նրա թույլտվության, բարձրացրեց հարց, որը փոխեց ամբողջ քննարկումը։ Նա հարցրեց. Ինչ եթե Դրեյքի հավասարումը պետք է կիրառել ոչ թե միայն գալակտիկայի տարածական տարածքում, այլ նաև ժամանակային տարածքում։ Ինչ եթե Էլը պետք է չափել ոչ թե հարյուրավոր տարիներով, այլ միլիարդավոր տարիներով։ Եվ ինչ եթե հարցը պետք է լինի ոչ թե քանի քաղաքակրթություններ կան հիմա, այլ քանի քաղաքակրթություններ ամբողջ գալակտիկայի պատմության ընթացքում։ Նա գրում էր հաշվիչի վրա. Գալակտիկան տարիքով մոտավորապես 13 միլիարդ տարեկան է, Երկիրը 4 միլիարդ 500 միլիոն։ Եթե քաղաքակրթություններ առաջանում են կյանք ունեցող մոլորակների վրա հավանականությամբ, ասենք 1 միլիոնից 1-ը, եւ յուրաքանչյուր քաղաքակրթություն գոյատևում է միջինը 10,000 տարի, ապա նա դադարեց եւ նայեց թվին։ Ապա նա նայեց դահլիճին լցված գիտնականներին։ Եթե այդպես է, ասաց նա, ապա միայն մեր սեփական գալակտիկայում պետք է եղած լինեն մի քանի միլիոն տեխնոլոգիական քաղաքակրթություններ վերջին 10 միլիարդ տարիների ընթացքում։ Եվ գրեթե բոլորը անհետացել են, չթողնելով որևէ հետք, որը մենք կարողանայինք բացահայտել։ Դահլիճում լռություն էր։ Ապա մեկ այլ գիտնական հարցրեց. բայց եթե դա ճիշտ է, ինչու մենք չենք տեսնում դրանց հետքերը։ Ինչու մենք չենք գտնում արտաբերկրային արտադրանքներ, մեգաստրուկտուրաներ, ԴՆՏ-ի մեջ գրված ծածկագրված հաղորդագրություններ։ Եվ առաջին աստրոֆիզիկոսը պատասխանեց. Գուցե որովհետև դուք փնտրում եք չափազանց մեծ բաներ։ Դիսոնիսֆերաներ, դիեզերանավեր, միջաստղային հաղորդակցություն։ Բայց մտածեք պարադոքսի մասին։ Որքան ավելի առաջադիմաց է քաղաքակրթությունը, այնքան ավելի քիչ հետքեր է այն թողնում։ Հնագույն մարդիկ դույլում էին քարը, եւ այդ քարը կարող է պահպանվել 1 միլիոն տարի։ Մենք դույլում ենք պլաստիկ, որը քայքայվում է 200 տարում։ Ավելի առաջադիմաց քաղաքակրթությունը կարող է օգտագործել նանոտեխնոլոգիա, կենսաբանական կառուցումներ, քվանտային հաշվարկիչներ, բոլորը վերածվում են անտարբերելի պատահական աղմուկի միլիոնավոր տարիների ընթացքում։ Խորհրդաժողովի կազմակերպիչները որոշեցին չհրապարակել այդ քննարկումը, ոչ թե որովհետև այն սխալ էր, այլ որովհետև այն չուներ եզրակացություն։ Գիտությունը սիրում է եզրակացություններ։ Մենք չգիտենք եւ չենք կարող իմանալ լավ եզրակացություն չէ գրանտներ ստանալու համար։ Բայց ահա ճշմարտությունը, որը գիտնականները տեսնում են, երբ նրանք ազնիվ են իրենց հետ։ Մենք տեսնում ենք գլուխ 1, կյանքի ծագումը, ապա բաց ենք թողնում 2 միլիարդ տարի, ապա տեսնում ենք գլուխ 3-ը, մեծ օքսիդացում, ապա բաց ենք թողնում եւս 1 միլիարդ, ապա գլուխ 7-ը, կամբրիական պայթյուն, եւ այսպես շարունակ։ Եվ մենք կանգնած ենք այս խորագրերի վրա եւ ասում. այո, մենք հասկանում ենք ամբողջ գրքը, մենք գիտենք պատմությունը։ Բայց մենք չենք գիտենք, թե ինչ էր գլուխ 2-ում, կամ գլուխ 4-ում, 5-ում, 6-ում։ Մենք չենք գիտենք, թե կային արդյոք գլուխներ, որոնք ցույց էին տալիս բարձրացում եւ անկում բանականության, տեխնոլոգիայի, նույնիսկ գիտակցության նոր ձևերի, որոնք մենք հիմա չենք կարող պատկերացնել։ Եվ ահա ամենակարևորը։ Այս ոչ թե թուլություն է, դա ուժ է։ Գիտությունը առաջադնում է ոչ թե երբ մենք պնդում ենք, որ գիտենք ամեն ինչ, այլ երբ մենք ազնիվ ենք այն մասին, թե ինչ չենք գիտենք։ Երբ մենք ասում ենք, այստեղ կա բաց թողում մեր գիտելիքներում, եկեք փորձենք լրացնել այն։ Շմիդտը եւ Ֆրանկը, երբ գրեցին Սիլուրյան հիպոթեզը, չէին պնդում, որ դինոզավրերն ունեին քաղաքակրթություն։ Նրանք պարզապես հարցրին. ինչպես կիմանայինք, եթե նրանք ունենային։ Եվ նրանք ցույց տվեցին, որ պատասխանը է, մենք հավանաբար չէինք իմանա։ Այս հարցը տալը հանգեցրեց նոր հետազոտությունների։ Գիտնականներ սկսեցին ավելի ուշադիր նայել իզոտոպային անոմալիաներին։ Սկսեցին մեծին մոդելավորել, թե ինչպես կտարբերվեր տեխնոստրատիգրաֆիան բնական շերտավորումից։
Սկսեցին մտածել այն մասին, թե ինչպիսի կենսական նշաններ մենք պետք է փնտրենք էկզոմոլորակների վրա, եթե կյանքը կարող է առաջանալ եւ անհետանալ բազմիցս։ Այսինքն, իմացության մեր սահմանները ընդունելը բացում է դռները դեպի նոր իմացություն։ Իսկ անիմացության մերժումը, պնդելը, թե մենք արդեն գիտենք ամեն ինչ, փակում է այդ դռները։ Հիմա թող վերջացնեմ այն բանով, որը ձեզ կարող է անհանգստացնել։ Կամ եթե դուք այնպիսի մարդ եք, ինչպես ես, կարող է ոգեշնչել։ Մենք ապրում ենք մի պահի մեջ, որը տիեզերքի պատմության մեջ բացարձակապես եզակի է։ Մենք առաջին սերունդն ենք, որը կարող է հարցնել այս հարցերը։ Առաջին սերունդը, որն ունի գործիքներ, սպեկտրոսկոպիա, ռադիոմետրիկ թվագրություն, ԴՆՏ հաջորդականություն, քվանտային մեխանիկա, որոնք թույլ են տալիս մեզ նայել խորը անցյալ եւ ուսումնասիրել տիեզերքի հեռավոր անկյուններ։ Բայց միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ այդ գործիքներն ունեն սահմաններ, որ կան հարցեր, որոնց մենք երբեք չենք կարող պատասխանել, ոչ թե որովհետև մենք բավականաչափ խելացի չենք, այլ որովհետև ինֆորմացիան պարզապես կորել է հավերժորեն։ Եվ սա ստիպում է մեզ հարցնել, ինչ եմ ես անում այս տեղեկություններով։ Ես կարող եմ շարունակել ապրել այնպես, կարծես ամեն ինչ իմանալի է։ Կարծես գիտությունը պատասխանել է բոլոր մեծ հարցերին եւ մնացել են միայն մանրուքները լրացնելու։ Կարծես մարդկությունը եզակի է, առաջին եւ միակը, տիեզերքի պսակը։ Կամ ես կարող եմ ընդունել անորոշությունը, ընդունել, որ անցյալը լի է գաղտնիքներով, որոնք մենք երբեք չենք կարող բացահայտել։ Ընդունել, որ կարող են եղել այլ անձեր, այլ մտածողներ, այլ քաղաքակրթություններ, որոնք ծաղկել են եւ անհետացել են առանց մեզնից որևէ հետք թողնելու։ Եվ եթե ես ընդունում եմ դա, ինչ է դա փոխում։ Դա փոխում է ամեն ինչ։ Դա փոխում է ամեն ինչ, որովհետև դա փոխում է հիմնական հարցը։ Եթե ես համոզված եմ, որ մարդկությունը եզակի է, առաջին եւ միակ բանական կյանքը երկրի վրա, ապա ես տեսնում եմ մեզ որպես տիեզերքի պսակ։ Բոլոր այդ 4 միլիարդ 500 միլիոն տարիները պարզապես նախապատրաստություն էին մեր ժամանման համար։ Մենք վերջնական արդյունքն ենք, նպատակը, գագաթը։ Բայց եթե ես ընդունում եմ, որ մենք կարող ենք լինել պարզապես ամենավերջին ալիքը ալիքների հաջորդականության մեջ, որոնք բարձրացել են եւ ընկել են միլիարդավոր տարիների ընթացքում, ապա ամեն ինչ փոխվում է։ Մենք այլևս վերջնական նպատակը չենք։ Մենք պարզապես մեկ էպիզոդ ենք անվերջանալի պատմության մեջ։ Եվ հետաքրքիրը այն է, որ երկրորդ տեսակետը չի նվազեցնում մեզ, ընդհակառակը, այն մեզ ազատում է։ 2019 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտության փիլիսոփա Ադինա Ռոսկիսը հրապարակեց էսսե անվանված «Եզակիության բեռը»։ Նա արգումենտավորեց, որ համոզումը, թե մենք եզակի ենք տիեզերքում, ստեղծում է հսկայական հոգեբանական ճնշում։ Եթե մենք միակ բանականությունն ենք, ապա մեր վրա է ընկնում պարտականությունը պահպանել գիտակցությունը տիեզերքում։ Եթե մենք ձախողվենք, եթե մենք ինքներս մեզ ոչնչացնենք, ապա տիեզերքը կմնա մութ հավերժության համար։ Բայց եթե մենք միայն մեկն ենք շատերից, եթե բանականությունը հայտնվում է կրկին եւ կրկին նման ալիքների օվկիանոսում, ապա մեր ձախողումը, որքան էլ ողբալի, չի լինի վերջը։ Կլինեն ուրիշներ։ Եղել են ուրիշներ, կլինեն մնորեր։ Սա չի նշանակում, որ մեր գոյությունը անիմաստ է, ընդհակառակը։ Սա նշանակում է, որ մենք մասն ենք ինչ-որ ավելի մեծի, ինչ-որ այնպիսի, ինչը գերազանցում է մեր անհատական գոյությունը։ Մտածեք ալիքների մասին օվկիանոսում։ Յուրաքանչյուր ալիք եզակի է։ Յուրաքանչյուր ալիք ունի իր ձև, իր ուժ, իր պահ։ Բայց յուրաքանչյուր ալիք նաև մասն է օվկիանոսի։ Եվ երբ ալիքը խորտակվում է ափին, ջուրը չի անհետանում, այն վերադառնում է օվկիանոս եւ ձևավորում է նոր ալիքներ։ Գուցե բանականությունը նման է։ Գուցե գիտակցությունը, մտածողությունը, հարցնելու կարողությունը, սրանք չեն հատկություններ, որոնք պատկանում են միայն մեզ։ Սրանք հատկություններ են, որոնք տիեզերքը կրկին եւ կրկին արտահայտում է, տարբեր ձևերով, տարբեր մոլորակների վրա, տարբեր ժամանակներում։ Քվանտային մեխանիկայում կա սկզբունք, որը կոչվում է հետևողականություն։ Երբ ալիքային ֆունկցիան փլվում է, երբ դիտումը տեղի է ունենում, երբ չափումը կատարվում է, քվանտային համակարգը ընտրում է մեկ վիճակ բոլոր հնարավոր վիճակներից։ Բայց մինչև այդ պահը համակարգը գոյություն ունի բոլոր վիճակներում միաժամանակ, գերդրության մեջ։ Գուցե տիեզերքը գործում է նման ձևով։ Գուցե բանականությունը, գիտակցությունը դրանք չեն դեպքեր, այլ անխուսափելիություններ։ Մեր տիեզերքի ֆունդամենտալ հատկություններ, որոնք հայտնվում են այնտեղ, որտեղ պայմանները թույլ են տալիս։ Ոչ թե դուք ունեք մեկ բանական տեսակ, որը հրաշքով ծագում է, այլ դուք ունեք անթիվ փորձեր, անթիվ փորձառություններ, որոնցից որոշները հաջողվում են, որոշները ձախողվում են, բայց գործընթացը շարունակվում է։ Սա կոչվում է կոսմիկ ուղեցույց։
Գաղափարը, որ տիեզերքը չի զարգանում դեպի որևէ կոնկրետ նպատակ, բայց որ որոշ կառուցվածքներ, որոշ նախշեր հայտնվում են նորից եւ նորից, քանի որ դրանք կայուն են, հաջող են, անխուսափելի են։ Կյանքը այդպիսի կառուցվածք է։ Մոլորակը, որն ունի հեղուկ ջուր եւ էներգիայի աղբյուր, ընդունակ է զարգացնել ինքնավերարտադրվող մոլեկուլներ։ Այդ մոլեկուլները զարգանում են բարդությամբ։ Բարդությունը հանգեցնում է կազմակերպման։ Կազմակերպումը հանգեցնում է հարմարվողականությանը։ Հարմարվողականությունը հանգեցնում է մտածողությանը։ Բայց ահա, ինչն է կարևոր։ Յուրաքանչյուր փուլում գործընթացը կարող է ձախողվել։ Աստերոիդը կարող է հարվածել։ Վուլկանական ծաղկաքարը կարող է ծածկել մթնոլորտը։ Քաղաքակրթությունը կարող է ինքնաոչնչացվել։ Բայց երբ գործընթացը ձախողվում է, ժամացույցը վերականգնվում է։ Եվ 10 միլիոն, 50 միլիոն, 100 միլիոն տարի հետո այն սկսվում է կրկին։ Հետևաբար հարցը չէ, եղել են արդյոք ուրիշներ մեզնից առաջ։ Հարցն է, քանի անգամ է այս գործընթացը տեղի ունեցել։ Եվ պատասխանը, ինչպես մենք տեսանք, է մենք չգիտենք։ Մենք չենք կարող իմանալ, բայց կա ինչ-որ բան, որ մենք կարող ենք իմանալ։ Մենք կարող ենք իմանալ, որ երկիրը լռություն չէ։ Երկիրը գոռում է իր պատմությամբ, եթե մենք իմանանք, թե ինչպես լսել։ Բայց դա գոռում է լեզվով, որը մենք միայն սկսում ենք հասկանալ։ Լեզվով քիմիական անոմալիաների, իզոտոպային հարաբերությունների, վիճակագրական օրինաչափությունների։ Մենք կարող ենք իմանալ, որ բնությունը ամեն ինչ մոռանում է։ Ժամանակը չի պահպանում ապացույցներ։ Ժամանակը ջնջում է, վերածում է փոշու, վերածում է անհայտության։ Եվ սա ոչ թե բնության դավաճանություն է, այլ բնության բնույթը։ Անտրոպիան բարձրանում է, կազմակերպումը քայքայվում է։ Մենք, ով ենք որ, բոլորս, անհատական մեր էություններով, կվերադառնանք տիեզերքի հիմնական տարրերին։ Մենք կարող ենք իմանալ, որ անիմացությունը ոչ թե անհաջողություն է, այլ սկզբնակետ է։ Յուրաքանչյուր մեծ գիտական բացահայտում սկսվել է ինչ-որ մեկի ասելով «ես չգիտեմ»։ Յուրաքանչյուր մեծ փիլիսոփայական գործ սկսվել է ինչ-որ մեկի հարցումով «ինչ եմ ես իսկապես իմանում»։ Իմանում։ Եվ մենք կարող ենք իմանալ, որ այս անորոշությունը, այս հարցերի դիմաց կանգնելը, որոնց մենք չենք կարող պատասխանել, սա չի նվազեցնում մեզ, սա դարձնում է մեզ ավելի խորը։ Վերջին 10 տարիների ընթացքում աստրոֆիզիկոսները սկսել են խոսել տիեզերական լռության խնդրի մասին։ Մենք ունենք ռադիոտելեսկոպներ, որոնք ունակ են լսել ուրիշ աստղերի շուրջ քաղաքակրթությունների ազդանշանները։ Մենք փնտրել ենք 6 տասնամյակ, եւ մենք լսել ենք ոչինչ։ Լռություն։ Ոմանք մեկնաբանում են սա որպես ապացույց, որ մենք միայնակ ենք, բայց կա այլընտրանքային մեկնաբանություն։ Գուցե լռությունը ոչ թե բացակայության ապացույց է, այլ ժամանակային տարածվածության ապացույց։ Գուցե քաղաքակրթությունները հայտնվում են եւ անհետանում են այնքան արագ տիեզերական ժամանակի սանդրակով, որ հավանականությունը, որ երկուսը գոյակցեն միմյանց լսելու համար, բացարձակորեն փոքր է։ Պատկերացրեք, որ դուք կանգնած եք բեմի վրա մութ ամֆիտատրոնում։ Ամեն 5 րոպեն մեկ այլ մարդ մտնում է, բարձրանում է իր սեփական բեմին, վառում է լապտեր 5 վայրկյանով, ապա անջատում է եւ հեռանում։ Դուք նույնպես վառում եք ձեր լապտերը 5 վայրկյանով։ Ինչ է հավանականությունը, որ ձեր 5 վայրկյանները համընկնեն մեկ այլ անձի 5 վայրկյանների հետ 100 մարդկանց մեջ, որոնք ծրված են 1000 ժամ աշխատաժամանակում։ Գրեթե զրոյական։ Գուցե դա տիեզերքն է, լի է լույսերով, բայց դրանք բոլորը փայլում են տարբեր ժամանակներում։ Եվ մենք, մեր 5 վայրկյան երջանկության, մեր հազարամյակների քաղաքակրթության, մեր սակավ ռադիոշերտավորումների մեջ փայլում ենք մութ ամֆիտատրոնում, չիմանալով, թե քանի ուրիշներ են փայլել մեզնից առաջ, քանիսը կփայլեն մեզնից հետո։ Իսկ հիմա, վերջապես, թող պատմեմ ձեզ ամենախորը գաղտնիքը, որը մեր ամբողջ հարցումը մեզ բերել է։ Մենք սկսեցինք մի պարզ հարցով. ով էր մեզնից առաջ։ Եղել են արդյոք ուրիշներ։ Եվ մենք գտանք ապացույցներ, որոնք հուշում են, գուցե, մետաղական սֆերաներ, որոնք 2 միլիարդ 800 միլիոն տարեկան են, միջուկային ապակի, որը չունի բացատրություն, դենթի, հաջորդականություններ, որոնք չեն համապատասխանում որևէ հայտնի կենդանու, ժամանակագրական մեթոդներ, որոնք հակասում են միմյանց, պահպանման հորիզոն, որը դարձնում է անցյալը անճանաչելի։ Բայց իրական բացահայտումը ոչ թե ապացույցներն են։ Իրական բացահայտումը այն է, որ մենք չենք կարող իմանալ։ Եվ այս չկարողությունը կարևոր է։ Այն պարզում է մեզ, որ մեր գիտելիքը որքան էլ ճշմարիտ լինի, այն ինչի մասին, որ մենք իսկապես գիտենք, ջրի կաթիլ է ընդմիջման օվկիանոսում։ Մենք գիտենք վերջին 100,000 տարվա մասին։ Մենք ունենք որոշ գաղափարներ վերջին մի քանի միլիոն տարիների մասին,
բայց նախքան դա ամեն ինչ մառախուղ է։ Եվ այդ մառախլի մեջ թաքնված հպատակության շերտերի ներքո ծածկված միլիարդավոր տարիների կողմից կարող են լինել պատմություններ, որոնք մենք երբեք չենք կարող պատմել։ Կարող են լինել այլ սկիզբներ, այլ վերջեր, այլ երրորդ ակտեր դրամայի մեջ, որը շատ ավելի երկար է, քան մենք երբևէ պատկերացրել ենք։ Բայց դուք գիտեք, ինչն է այդտեղ գեղեցիկը։ Մենք մինչև հիմա կարողանում ենք հարցնել։ Միայն 100 տարի առաջ մենք նույնիսկ չէինք գիտենք, որ ատոմները գոյություն ունեն։ 200 տարի առաջ մենք մտածում էինք, որ տիեզերքը 100 տարի է։ 1000 տարի առաջ մենք մտածում էինք, որ երկիրը տիեզերքի կենտրոնն է։ Եվ հիմա, ահա, մենք կանգնած ենք այստեղ, 12000 տարի հին տեխնոլոգիական քաղաքակրթությամբ, նայելով ետ 4 միլիարդ 500 միլիոն տարի, եւ ինքներս մեզ հարցնում. կարող էինք ուրիշներ լինել։ Եղել են ուրիշներ առաջ մեզնից։ Եվ պարզապես այս հարցը տալու կարողությունը, այս անհավատալի, հիասքանչ, անհավանական կարողությունը վկայություն է մի բանի համար, որը տիեզերքը կարողացել է անել։ Տիեզերքը կարողացել է ստեղծել մասեր իր ինքնին, որոնք կարող են հետ նայել եւ հարցնել, որտեղից եկա։ Դա հրաշք է։ Ոչ թե մեր իմացությունը, այլ մեր հարցումը։ Ոչ թե մեր պատասխանները, այլ մեր անհանգստությունը։ Եվ գուցե այդ վերջապես իրական պատասխանն է ոչ թե հարցին, ով էր մեզնից առաջ, այլ ինչու մենք հարցնում ենք։ Մենք հարցնում ենք, որովհետև մենք տիեզերքի այն մասերն ենք, որոնք արթնացել են։ Մենք մասնիկներ ենք, որոնք դարձել են գիտակից։ Մենք մեծ պայթյունի մնացորդներ ենք, որոնք դարձել են բանական, հարցական, փնտրող։ Եվ եթե մենք միակները չենք, եթե եղել են ուրիշներ, եթե կլինեն նորեր, ապա դա նշանակում է, որ այս գործընթացը, այս արթնացումը ոչ թե պատահականություն է, այլ բնության նույն գործունեության մաս, ինչ տուփի դրումը, մեղրի ստեղծումը մեղուների կողմից կամ աստղերի ծնունդը գազի ամպերից։ Դա այն է, ինչը տիեզերքը անում է։ Այն ստեղծում է կառուցվածք խաոսից, ստեղծում է կազմակերպում անկարգությունից, ստեղծում է գիտակցություն մատերիայից։ Եվ մենք դրա վկաներն ենք։ Հիմա պատկերացրեք այն օրը, որով մենք սկսեցինք։ Ես ձեզ խնդրեցի պատկերացնել երկրի ամբողջ պատմությունը սեղմված մեկ օրվա մեջ, 24 ժամ։ Զրոյական ժամին երկիրը ծնվում է։ Կեսօրին առաջին բջիջները սկսում են լողալ։ Ժամը 8-ում դինոզավրերը թագավորում են։ Եվ վերջին 3 վայրկյանում, մինչև կեսգիշեր, մարդկությունը հայտնվում է։ 3 վայրկյան։ Բայց հիմա, 100 րոպե հետո, այդ 3 վայրկյանը տարբեր է երևում, չէ՞։ Հիմա դուք գիտեք, որ այդ 3 վայրկյանի ընթացքում դուք կանգնած եք մութ ամֆիտատրոնում, երբ ձեր լապտերը վառված է, եւ դուք չգիտեք, թե քանի ուրիշ լապտերներ փայլել են նախորդ 23 ժամ հիմնավոտ 9 վայրկյանի ընթացքում։ Իսկ հետո, հենց նախքան ձեր լապտերը հանգչելը, դուք նայում եք շուրջ բոլորը մթնոլորտին եւ հարցնում եք. եղել են ուրիշներ, կլինեն եւս ուրիշներ հետո։ Եվ տիեզերքը պատասխանում է. ոչ բառերով, այլ լռությամբ։ Խորը, անսկզբունական լռությամբ, որը ավելի երկար է, քան ցանկացած պատասխան։ Եվ այդ լռության մեջ դուք գիտեք ճշմարտությունը, որ դուք մասն եք ինչ-որ ավելի մեծի, որ ձեր հարցերը, ձեր փնտրտուքները, ձեր տառապանքները բանականության մասին, այն մասին, թե ովքեր են եղել մինչ ձեզ, սրանք բոլորը տիեզերքի փորձերն են հասկանալու իր ինքնին։ Դուք տիեզերք եք, դարձած գիտակից։ Դուք աստղերի մնացորդներ եք, դարձած հարցնող։ Դուք ատոմներ եք, որոնք միավորվել են այնպիսի ձևով, որ նրանք կարող են նայել ետ դեպի իրենց սեփական պատմությունը եւ զարմանալ։ Եվ գուցե այդ վերջապես եզակի բանը։ Ոչ թե այն, որ մենք եզակի ենք, այլ այն, որ յուրաքանչյուր պահ, երբ տիեզերքը արթնանում է իր ինքնին, երբ մասնիկները սկսում են հարցնել, երբ նյութը դառնում է գիտակից, դա եզակի է։ Յուրաքանչյուր անգամ առաջին անգամ է։ Յուրաքանչյուր անգամ հրաշք է։ Եվ մենք հենց այս պահին ապրում ենք այդ հրաշքը։ Ուստի հարցը ոչ թե ով էր մեզնից առաջ է, հարցն է ինչ կանենք մեր լապտերի հետ մինչդեռ այն վառված է։ Կպատմենք մենք պատմություններ, որոնք պահպանվելու են։ Կստեղծենք մենք գործեր, որոնք կգործեր, որոնք կգոյատևեն։ Կհիշվենք մենք միլիոն տարի հետո, երբ հաջորդ ալիքը բարձրանա։ Թերևս ոչ։ Թերևս ամբողջ մեր քաղաքակրթությունը, մեր արվեստը, մեր գիտությունը, մեր սերը, մեր երազները կվերածվի քիմիական անոմալիաների եւ իզոտոպային հարաբերությունների, որոնք ինչ-որ ապագա գիտնականը կվերլուծի եւ կխոնարհորեն կասի. մենք չգիտենք, թե ինչ էր դա։ Բայց մինչև այդ պահը, մինչ մեր լապտերը դեռ վառված է, մենք ունենք մի անհավատալի նվեր։ Մենք ունենք այս պահը, այս ակնթարթը, երբ մենք կարող ենք կանգնել մութ ամֆիտատրոնում եւ հարցնել. եղել են ուրիշներ մեզնից առաջ։ Եվ ինչպես որ մենք տեսանք, պատասխանը կարծես որ լռություն է։
Բայց գուցե լռությունը ինքը պատասխան է։ Գուցե լռությունը ասում է մեզ, որ յուրաքանչյուր քաղաքակրթություն, յուրաքանչյուր գիտակցության աղբյուր, յուրաքանչյուր լույսի ռազմավարություն մթության մեջ պետք է հասկանա նույն ճշմարտությունը, որը մենք հասկանում ենք հիմա, որ մենք միայնակ չենք պատմության մեջ, բայց մենք միայնակ ենք այս պահին։ Եվ այդ պահը, այս հրաշալի, փխրուն, անկրկնելի պահը, այն ամենը, ինչ մենք իսկապես ունենք։ Ուստի գուցե ճիշտ հարցը ոչ թե ով էր մեզնից առաջ է, գուցե ճիշտ հարցը, արդյոք մենք արժանի ենք լինել այս հերթափոխին, այս պահին, երբ տիեզերքը կրկին արթնացել է։ Եվ պատասխանը այդ հարցին չի գտնվում նստվածքային շերտերում, ռադիոմետրիկ թվագրություններում կամ քիմիական